Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ողջույն հարգելի հյուրեր։ Սարգիս, մենք շարունակում ենք նախընտրական բանավեճերը։ Այո, բարև ձեզ հարգելի հյուրեր, ողջույն Աննա, բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Այսօր մենք կենտրոնանալու ենք տնտեսական թեմայի վրա։ Տնտեսական հարցը կարծես թե դառնում է Հայաստանի անվտանգության կարևորագույն հարցը, ոչ թե իրավիճակը սահմանին, այլ հենց տնտեսական հարցը, որովհետև պարզվում է ԵԱՏՄ-ի հետ կան չկարգավորված հարցեր։ Իսկապես եւ վերջին շրջանում սպառնալիքների մասին խոսելիս պարադոքսալ կերպով ավելի շատ տնտեսական սպառնալիքների մասին ենք խոսում։ Այո, այսօր մենք պատրաստվում ենք քննարկել, ինչպես ասացինք, հենց տնտեսությանը վերաբերող հարցեր, ներկայացնենք մեր հյուրերին։ Սիրով ներկայացնենք մեր հյուրերին Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գյուրջինյան, բարև ձեզ պարոն Գյուրջինյան, Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյան, բարև ձեզ պարոն Եղիազարյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության ներկայացուցիչ Սիմոն Էսկաջյան, բարև ձեզ պարոն Էսկաջյան։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Ռազմիկ Տերտերյան, բարև ձեզ պարոն Տերտերյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մովսիսյան, բարև ձեզ պարոն Մովսիսյան։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ Աննա Առաքելյան, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյան, բարև ձեզ պարոն Խաչատրյան։ Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Աջինյան, բարև ձեզ պարոն Աջինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն, Սարգիս, ներկայացնենք մեր կանոնները Այո, ներկայացնենք առաջին փուլի կանոնները, առաջին փուլում հարգելի հյուրեր մենք ձեզ տալու ենք հարցեր եւ դուք ունեք 2 րոպե ժամանակ այդ հարցերին պատասխանելու համար։ Ընթացքում մենք գուցե ճշտող ենթահարցեր տանք եւ այնուամենայնիվ դա էլ հաշվի առնելով 2 րոպեի շրջանակներում պիտի տեղավորվեն մեր հյուրերը։ Այո։ Պարոն Եղիազարյան, թերևս սկսենք ձեզնից, ինչպես ասացինք, այսօր կարծես ԵԱՏՄ հետ հարաբերությունները տնտեսական հարցերը դառնում են Հայաստանի անվտանգության այսպես ապահովման կարևորագույն հարց, Ռուսաստանից, այսպես հնչում են կարելի ասել սպառնալիքներ, որ գիտեք, մենք ձեր ապրանքների առջև կփակենք ռուսական շուկան, էներգակիրները կթանկացնենք, մենք գիտենք, թե Հայաստանը տնտեսապես որքան է կախված կամ կապված Ռուսաստանի հետ, դուք ինչ լուծում եք պատկերացնում, որքանով է սա խնդիր Հայաստանի տնտեսության համար։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, այսօր ԵԱՏՄ-ի հետ կտրուկ գործողություններ իրականացնելը շատ վտանգավոր է, ինքը ես կասեմ անվտանգային հարց է մեր երկրի համար, որովհետև ես հիմա թվեր կներկայացնեմ, թե ԵԱՏՄ-ի մասով մենք ինչ կարգի, ինչ ծավալի արտահանման թվեր ունենք դեպի ԵԱՏՄ, օրինակ կոնյակի եւ ոգելիչ խմիչքների առումով ինքը 285 միլիոն դոլարի արտահանում է, մրգերի մասով 104 միլիոնի կարգի է։ Այո, այդ թվերը ես ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, հայտնի է, որ այո, մեր վերամշակող արդյունաբերությունը հիմնականում արտահանում է ռուսական շուկա, բայց ելքը որն է, ինչ պետք է մենք անենք, չէ՞ որ ակնհայտ է, որ այդ պահանջներին զուգահեռ, այսպես այդ տնտեսական կան քաղաքական ըստ էության պահանջներ, Հայաստանը ասում են պետք է սահմանափակի Եվրոպական միության հետ հարաբերությունները, տնտեսական առումով դուք ինչ լուծում եք տեսնում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն դեպքում ելքեր գտնենք դիվերսիֆիկացնելու մեր արտահանման շուկաները, բայց ամեն դեպքում պետք չէ կտրուկ որոշումներ կատարել միանգամից, ասենք մեկ օրյա կամ մեկ ամսվա մեջ փակենք այդ հնարավորությունը, այդ ահռելի շուկան, որը մենք այս պահին ունենք։ Սա պետք է տարիների ընթացքում, իսկ դրա համար պետք է տնտեսությունը համապատասխան ծրագրեր իրականացնի կառավարության մակարդակով, որովհետև այսօրվա կառավարությունը միայն խոսում է եվրոպական շուկայի մասով, մենք գիտենք, որ ISO ստանդարտների մակարդակով գրեթե մեր բոլոր արտահանման արտադրանքները չեն համապատասխանում եվրոպական շուկայի չափանիշներին։ Այս առումով մենք նման որոշումներ ընդունելու համար պետք է մեկ անգամ եւս մտածենք, արդյոք այս պահին մենք հնարավոր ենք։ Իհարկե, առաջիկայում մենք պետք է դիվերսիֆիկացնենք եւ հասնենք այն մակարդակին, որ մենք իրապես կարող ենք լինել արտահանող երկիր դեպի եվրոպական շուկա, բայց այսօրվա դրությամբ այս փխրուն իրավիճակում, որ Հայաստանը բացի սահմանային անվտանգային առումներով ունի նաև տնտեսական խնդիրներ, մենք պետք է այս առումով աշխատենք, բայց միանշանակ այս պահին դուրս գալ ԵԱՏՄ-ից դա ճակատագրական Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գյուրջինյան,
Ձեր նախընտրական ծրագրում նշում եք, որ շատ մանրամասների մեջ չեք մտնելու, թե տնտեսական ինչ բարեփոխումներ եք անելու, որովհետև հիմա ձեզ համար առաջնային են ազգային պետական հարցերի նախ եւ առաջ կարգավորումը, բայց միաժամանակ նշում եք եւ նախկինում էլ ձեր կուսակցությունը միշտ դա շեշտել է, որ եվրոպական մոդելի երկիր եք ուզում կառուցել։ Եվ եւս մեկ, այսպես ասած, թեմա դրան հավելելով, ձեր կուսակցության ներկայացուցիչները շատ ակտիվորեն ջատագովում էին, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով Հայաստանի պարտավորությունը կատարվի եւ այդ տարանցիկ ճանապարհը տրվի ռուսական վերահսկողությամբ։ Իսկ հիմա ասում եք, որ քանի որ Արցախը չկա, ընդհանրապես ճանապարհ պիտի չլինի, թրիփը մերժում եք։ Հիմա այս բոլորը հաշվի առնելով, նշանակում է արդյոք, որ դուք կարծում եք, որ եվրոպական մոդելի երկիր կարելի է ավելի լավ կառուցել ռուսական վերահսկողությամբ ճանապարհով, քան թրիփ ծրագրով։ Նոյեմբերի 9-ով սահմանված ճանապարհի հարցը չեմ կարծում զուտ տնտեսական է, քաղաքական ենթատեքստ ունի, բայց փորձեմ պատասխանել։ Իսկապես մեր կուսակցության գործընկերները պնդում են, որ այս պահին եթե չկա Արցախը Հայաստանին կապող միջանցք կամ տարանցիկ ճանապարհ, թրիփի մասին այն ձևաչափով, որը նախաստորագրված է խոսալը, միգուցե այդքան էլ ճիշտ չէ, քանի որ նոյեմբերի 9-ով ռուսական վերահսկողության տակ, ինչպես դուք ասում եք, ենթադրվում էր երկու ճանապարհ, մեկը Հայաստանից դեպի Արցախ, մեկը Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Բայց ձեր կուսակցության ներկայացուցիչները դա 23 թվականից հետո էլ էին պնդում, 24-ին, 25-ին, մինչև օգոստոսի 8։ Պնդում էին ինչ է, կներեք։ Որ այդ ճանապարհը պետք է իրագործվի։ Երբ արդեն չկար երկրորդ զուգահեռ ճանապարհը։ Չեմ կարծում, ստեղ մի քիչ ժամանակագրական միգուցե մեր մոտ տարաձայնություններ լինեն, այնուամենայնիվ մեր ասածը հետևյալն է. եթե չկա միջանցք կամ տարանցիկ ճանապարհ դեպի Արցախ, չի կարող լինել նաև թրիփը իր այժմյան ձևաչափով, նախաստորագրված ձևաչափով։ Դա չի նշանակում, որ չպիտի լինի ճանապարհ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ եւ այնուհետև Թուրքիայի հետ։ Ուղղակի այնինչ նախաստորագրված է, ներառում է միջանցքային տրամաբանության մեծ Հատկապես որ կետը։ Հատկապես, օրինակ, կետերից մեկը ասեմ, այդ front office, back office, այսինքն որ front office-ում լինելու են օտարերկրյա մասնավոր ընկերության ներկայացուցիչներ, back office-ում լինելու են մեր մաքսավորները, այդ դեպքում մեր մաքսավորները ռեալ մաքսային հսկողության հնարավորություն կունենան, թե ոչ։ Շնորհակալություն, պարոն Գյուրջինյան։ Պարոն Տերտերյան, Հանրապետություն կուսակցությունը կարելի ասել, այսպես ջատագովություն է անում, որպեսզի Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց պարոն Եղիազարյանն էլ նշեց, մեր վերամշակող արդյունաբերության մի զգալի մասը գնում է հենց ռուսական շուկա, ԵԱՏՄ շուկա, դուք ինչ եք պատրաստվում ասել հայաստանցի այն արտահանողներին, ովքեր այլևս չեն կարողանա իրենց լոլիկը, ծիրանը, ջեմը, հյութերը արտահանել Ռուսաստան, որտեղ իրենք պետք է վաճառեն իրենց արտադրեն, դուք ուզում եք, որ մարդիկ գործազուրկ դառնան։ Ոչ, մենք չենք ուզում մարդիկ գործազուրկ դառնան, բայց մենք ուզում ենք, որ մեր արտադրողները իրենց արտադրանքի որակը բարձրացնեն մինչև եվրոպական մակարդակի։ Իսկ ով է իրենց խանգարում այդ անել։ Իրենց ուրեմն խանգարում են այն հարաբերությունները, որոնք կառուցված են ԵԱՏՄ-ի շրջանակներում, որտեղ ԵԱՏՄ-ում պահանջները եւ ստանդարտների մակարդակը շատ ցած է, իսկ շատ տնտեսական հարաբերություններ լուծվում են ընկերական հարաբերությունների ֆոնին մեկ շիշ կոնյակով կամ կոռուպցիոն մեխանիզմների դրսևորումներով կարողանում են շրջանցել այդ Եվրամիության ԵԱՏՄ պահանջները եւ ցածրորակ ապրանքները կարողանում են արտահանել ԵԱՏՄ շուկա։ Պարոն Տերտերյան, կներեք, հասկանալի չէ։ Դուք կարծում եք իրապես, որ Հայաստանի տնտեսությունը հիմա կկարողանա ենթադրենք նույն ծիրանի ջեմը հայաստանցի որևէ գործարար վաճառել Ֆրանսիայում։ Պետք է ձգտենք, որ կարողանանք վաճառել Ֆրանսիայում, բայց մենք չենք պատրաստվում մեր ծիրանի ջեմի կամ պոմիդորի պատճառով զրկվենք մեր քաղաքական անկախությունից։ Շատ լավ, բայց պատրաստվում ենք այդ մարդկանց գործազուրկ դարձնել։ Ոչ, մենք իրանց կառաջարկենք ուրեմն սուբսիդիաներ, որպես իրանք բարձրացնեն իրանց արտադրանքի որակը, կառաջարկենք նոր տեխնոլոգիաներ, կառաջարկենք
ուրեմն վնասների փոխհատուցման որոշակի մեխանիզմներ եւ կխթանենք նրանց արտահանումը դեպի այլ շուկաներ։ Պարտադիր չի միայն եվրոպական շուկա, մենք ունենք արաբական շուկա, ունենք Մերձավոր Արևելք եւ ունենք Հեռավոր Արևելքի շուկաներ։ Մենք կխթանենք իրանց արտահանման ցանկացած ուրեմն ձգտումներ եւ տեխնոլոգիա իրենք դիվերսիֆիկացնեն։ Դե ասեք թերևս վերջին հարցը, խնդրում եմ, կառավարությունը ինչ չի կարողանում մանավանդ Թավշյա հեղափոխությունից հետո խթանել, անցել է 8 տարի եւ Ռուսաստանը շարունակում է մնալ մեր վերամշակող արդյունաբերության գլխավոր շուկան, այդ ինչի իրենք չեն կարողանում անել, որ դուք կարողանաք անել։ Ինչպես եք խթանելու։ Ինձ թվում է կառավարությունը եթե չի կարող անել հարցին պետքա չուղղել, պետքա ուղղել կառավարությանը, բայց մենք պատրաստվում ենք ուրեմն տարբեր խթանող միջոցառումների, սուբսիդիաների։ Մեկը կարող եք նշել որպես օրինակ։ Մենք կարող ենք օրինակի համար տնտեսավարողներին առաջարկել ուրեմն գումարներ, որպեսզի նրանք իրենց արտադրանքը ներկայացնեն համաշխարհային տոնավաճառներում, շուկաներում։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Տերտերյան։ Պարոն Էսկաջյան, ձեր ծրագրի մեջ տնտեսական հատվածում նշում եք, որ սոցիալական բաղադրիչն է ձեզ համար ավելի կարևոր լինելու, կուզեի, որ մանրամասնեք սա ինչ է նշանակում, եւ ձեր ընդհանուր ծրագրի եվրոպականացման համատեքստում կա նաեւ մի դրույթ, որ խոսում է հանքարդյունաբերության ազգայնացման մասին։ Սա չեք կարծում, որ ազատ շուկայի ներդրողներին այսպես ավելի գրավիչ դարձնելու տեսանկյունից մի փոքր հակասության մեջ է իրար հետ։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ մենք գտնում ենք, որ տնտեսական աճի ցանկացած ազդեցություն պետք է կրի սոցիալական բոլոր հատվածները մեր բնակչության եւ այս առումով այո, մենք գտնում ենք, որ տնտեսական քաղաքականության մեջ սոցիալական ուղղվածությունը պետք է լինի գերակայություն այն սկզբունքով, որ մենք կարևորելու ենք մարդկանց շարունակական կատարելագործումը դիտարկելով մարդկանց ոչ թե պարզապես ռեսուրս, այլ որպես կապիտալ եւ դիտարկելով կապիտալի շարունակական վերարտադրության կարևորագույն սկզբունքը։ Իսկ ինչպես է դա իրագործվելու։ Այն իրագործվելու նախ եւ առաջ մարդուն դիտարկելով որպես բացարձակ արժեք, կատարելագործելով եւ զարգացնելով դրա բոլոր կենսագործունեության բոլոր ասպեկտներով, սկսած մանկապարտեզից եւ վերջացրած թոշակային տարիքի մարդկանցով։ Դիտարկելով նրանց թե աշխատանքային հնարավորությունները, թե սոցիալական ապահովությունը, թեև թե զարգացվելու կարևորությունը։ Ինչ վերաբերում է ընդերքի օգտագործման պետականացմանը, ապա այո, մենք գտնում ենք, որ ընդերքը պատկանում է ոչ միայն մեզ, այլ նաև այն սերունդներին, ովքեր պետք է ապրեն մեզնից հետո մեր երկրում, եւ հետեւաբար շատ են կարևորում, որպեսզի օգտվելով այդ ռեսուրսներից, այսինքն ռեսուրսներից, որոնք պատկանում են ոչ միայն մեզ, այլ նաև սերունդներին, որոնք ապրելու են մեզնից հետո, մենք պետք է հնարավորություն տանք, որպեսզի նրանք էլ ունենան որոշակի ռեսուրսներ։ Այդ իսկ պատճառով ընդերքի օգտագործումը պետք է իրագործումը ինչպես եք պատկերացնում, որպեսզի այդ շահերի բախումը տեղի չունենա արդեն իսկ եղածի ներդրողների հետ։ Որևէ բախում տեղի չունենալու, որովհետև ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի բազմաթիվ երկրներում ընդերքը պատկանում է պետությանը։ Նույնիսկ եթե մասնավորը շահագործում է ընդերքը, ապա պետությունն այնտեղ ունի ուղղակի մասնակցություն, եթե ոչ ուղղակի մասնակցություն, ապա որոշակի ծրագրերի միջոցով թե տվյալ տարածքի բնակչությունը, թե տվյալ պետության բնակչությունը պետք է գիտակցի ընդերքի օգտագործման շարունակականության ազդեցությունը նրա վրա։ Շնորհակալություն։ Տիկին Արաքելյան, կարծես դուք եք խոստանում պետականացնել ընդերքը, հողը, ջուրը, նաև բարձրացնել կենսաթոշակները, եթե չեմ սխալվում։ Դուք ինչ եք կարծում, պետությունը կկարողանա արդյունավետ կերպով կառավարել այդ ընդերքը, գողություն չի լինի, իսկ կենսաթոշակները ինչպես եք բարձրացնելու, այդ գումարները որտեղից եք հայթայթելու, տեղը կասեք։ Մինչև տեղը ասել է, թույլ տվեք ասել, նախ երկրում տնտեսություն ունենալու համար, եկեք նայենք մոտ ապագայում արդյոք մենք այդ երկիրը կունենանք, թե չէ։ Դա շատ կարևոր հարց է, որովհետև մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։ Ոչ հեռանկարային ապագա, խալխլված տնտեսություն եւ չգիտես ինչ իրավիճակում է հայտնվել մեր երկիրը։ Բոլորս էլ գիտենք, որ բոլոր երկրները իրենց տնտեսությունը կապված է աշխարհագրական դիրքից, շրջապատող հարևաններից, կլիմայական պայմաններից եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ մնում է, մենք կկարողանանք արդյոք դա պետականացնել եւ ավելի արդյունավետ դա պետության համար օգտագործել։ Մի մեջբերում անեմ, այսօր իմ
ծննդյան տարեդարձն է, ես դա չեմ ասում, որ շնորհավոր եք կամ շեղվեք թեմայից, այլ մեր թիմը այնպեսի աշխատանք է տանում եւ մեր համար առաջինը պետությունն է, նոր հետո մեր շահը, առաջինը պետության շահն է, հետո նոր մեր անձնական հողը, տունը եւ այլն, այսինքն մենք պատրաստ ենք գնալ ամեն ինչի, յետ դնելով մեր անձնական շահերը եւ բնականաբար մենք ունենք այնպիսի մշակված շատ հետաքրքիր մեխանիզմներ, որ այո, մենք հաստատ կկարողանանք այն ինչը որ պատկանել է, կպատկանի այսուհանդերձ պետությանը եւ կծառայի պետության շահերին եւ կբարձրանա այն ամենը, ինչը որ եղել է բարձունքի վրա։ Ես կարող եմ շնորհավորում ենք ձեզ ծննդյան օրվա արդիվ, բայց խնդրում եմ պատասխանեք իմ հարցին։ Պետությունը կարողանա արդյունավետ կերպով կառավարել ընդերքը։ Գողություն չի լինի։ Գիտեք ինչ, Չէ՞ որ մենք անցել ենք այդ փուլով, երբ որ օրինակ խորհրդային միության ժամանակ պետությունը շատ ոլորտներ էր կառավարում, բայց մարդիկ առավոտյան 8-ին գնում էին աշխատանքի գողություն կատարելու նպատակով։ Շատ լավ։ Ուրեմն ես ասեմ, սենց մեր ներքին կանոնակարգը, դոկ կուսակցության ներքին վախենալու է շատ, պարոն Վարդան Ղուկասյանի հետ մտածում ենք, թե վախենալու է իր հետ աշխատելը, որովհետև ինքը շատ խիստ մարդ է, շատ սկզբունքային մարդ է։ Ես վախենում, մտածում եմ, որ վախենում եմ, բայց քանի որ ես գնացի դրան եւ մասնակցեցի այդ ամեն ինչին, ես հասկանում եմ, որ այո, եթե մենք կատարենք գողություն, եթե մեր թիմը գնա դրան, Ղուկասյանը, եթե գողություն կատարեն։ Ինչպես։ Ինչ կանի պարոն Ուրեմն, երբ որ պարոն Ղուկասյանի ձեռքը կտան օրենք եւ գործիքներ, կկատարվի օրենքի շրջանակներում գործիքների միջոցով բոլոր տիպի պատժամիջոցները եւ կկանխվեն այն գողություններն ու թալանները, որը որ արվել է մինչեւ հիմա։ Շատ շնորհակալություն Տիկին Արաքելյան։ Պարոն Մովսիսյան, ձեր տնտեսական ծրագրում էլ մի կողմից հարկային բեռի թեթևացման մասին դրույթներ կան։ Մյուս կողմից կա սոցիալական բնակարանաշինության մասին ծրագիր, արտոնություններ, տարբեր այլ խավերի համար, թոշակների բարձրացում եւ այլն։ Ինչպիսի բյուջետային մուտքերի միջոցով եք դա իրագործելու, եթե մի կողմից հարկայինից եկող այդ մուտքերը փորձում եք կրճատել։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես կուզեի նշել, որ մեր կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի, ինչը ենթադրում է, որ մեր ծրագրի մեջ բնական է, որ շատ պետք է լինեն սոցիալական կետերը։ Դա ենթադրում է նաև մեր սահմանադրությունը, որը առաջի հոդվածով ասում է, որ մեր պետությունը դա ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական եւ իրավական պետություն է։ Դա նաև ամրագրված է մեր սահմանադրությամբ։ Հիմա անցնելով ձեր հարցին, երբ որ դուք ասում եք, որ հարկային բեռի թեթևացման արդյունքում ինչպիսի գումարների հաշվին պետք է իրականացնենք մեր սոցիալական ծրագրերը, ես կուզեի նշել, որ պետության եկամուտները ընդհանուր առմամբ ոչ միայն շատանում են հարկային բեռի ավելացմամբ, այլ նաև շատանում են տնտեսության զարգացմամբ։ Ուստի ես կուզեի նշել, որ մեր ծրագրի մեջ, մեր տնտեսական զարգացման ծրագրերում մենք խթանելու ենք տնտեսության զարգացմանը, ինչը իր հետ կբերի։ Ինչպես եք խթանելու։ Մեր ծրագրի մեջ ունենք մենք կետեր, եթե ծանոթացել եք գուցե նկատած կլինեք, օրինակ բերեմ թե որ ուղղություններով, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, արհեստական բանականության զարգացում, միաժամանակ on-line կազինոների արգելում։ Միաժամանակ այո, on-line կազինոների արգելում։ Եթե իսկ on-line տիրույթում էլի արգելքներ լինելու են։ Այս պահին մեր ծրագրով այդպիսի բան նախատեսված չէ, իսկ on-line կազինոների արգելումը։ Եվ ինչպես եք պատկերացնում դրա իրագործումը։ On-line կազինոների արգելումը մեզ մոտ ոչ միայն սոցիալական խնդիր է, այլ հստակ քաղաքական խնդիր, որովհետև մեզ համար ժողովրդի գումարները գնում են ընդամենը մի քանի կետեր, մի քանի ընկերություններին։ Իսկ չեք կարծում, որ այդ շահառուները, մարդիկ, որոնք որ ուզում են օգտվել այդպիսի ծառայություններից, պարզապես զարտուղի ճանապարհներով այլ երկրների նմանատիպ ծառայություններից կօգտվեն։ Տարբեր երկրներում կա փորձ, որտեղ որ արգելված են, իսկ այդ զարտուղի ճանապարհներով օգտագործողների թիվը այնքան է քչանում, որ արդեն ինքը ընդհանուր հետաքրքրություն չի ներկայացնում։ Շնորհակալություն։ Պարոն Աջինյան, ռեֆորմիստները նույնպես առաջարկում են մեծացնել պետության դերը տնտեսության մեջ։ Դարձյալ այս հարցն է առաջ գալիս, թե որքան արդյունավետ կառավարիչ կարող է լինել պետությունը, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, երբ տեսնում ենք շատ դեպքերում մասնավորը անհամեմատ ավելի արդյունավետ է, քան պետական մարմինները, ինչ է ստացվում։ Ձեր ռեֆորմների գլխավոր գաղափարը ուղղակի Հայաստանը վերածել սոցիալիստական երկրի, որտեղ պետական
մենաշնոր կլինի կամ պետության դերը էապես մեծ կլինի տնտեսության մեջ, մենք դուրս կգանք այդ իրավիճակից։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար, նաեւ հարցի համար, որ ասեմ հետեւյալը, որ պետությունը պետք է բալանսավորի տնտեսության իրավիճակը, դերը աճը պետք է վերցնենք օրինակ, հա, հանքերը, վիոլաջուրը, կան պետական ստրատեգիկ ոլորտներ, որոնք որ պետությունը պարտադիր պետք է վերցնի վերահսկողության մեջ, իսկ ինչ վերաբերվում է այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ համարյա 80% բիզնեսի 80%-ը դա մասնավոր է, ոչ պետական։ Տոկոսային հարաբերությունը պարտադիր պետք է բարձրացվի, պետության դերը որպեսզի մեծ լինի։ Դուք առաջարկում եք պետության դերը բարձրացնել, որպեսզի ինչ լինի։ Որպեսզի լինի անվտանգություն, այսինքն անվտանգության տնտեսությունը չդժվի, որովհետև Իսկ եթե պետությունը օրինակ վերցրեց Վիոլա ջրի կառավարումը եւ պետությունը սկսեց, կառավարությունը սկսեց ջուր բաշխել օրինակ Երևանում, ինչ կփոխվի։ Արդյոք ծառայության որակը ավելի չի վատանա։ Բնականաբար չի վատանա, որովհետև երբ որ մասնավորի դեպքում շատ հաճախ մենք տեսնում ենք օրինակներ, որպեսզի Դուք հիշում եք, երբ որ էլեկտրական ցանցերը պետական էին գողության ինչ բարձր աստիճան էր, ինչ մակարդակ էր բարձր էլեկտրական ցանցերում։ Իհարկե հիշում եմ։ Եվ ինչպես եք պատրաստվում կանխել դա։ Տեսեք, մենք պետք է տնտեսության դերը բարձրացնենք, որակը բարձրացնենք եւ որակի բարձրացման եւ պետության դերը իշխող, այսինքն պետությունը պետք է ավելի շատ իշխող լինի տնտեսության մեջ, որպեսզի կառավարումը ճիշտ լինի եւ ներդրումներ ունենա։ Պետությունը կարգավորում է ու ստեղծում է այնպիսի համակարգ եւ անվտանգություն, որպեսզի տնտեսությունը Շնորհակալություն պարոն Աջինյան։ Պարոն Խաչատրյան, ձեր կուսակցությունը նախատեսում է ինչ-որ միջոցներ տնտեսական ոլորտում ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ բարելավելու ավելի Հայաստանի դիրքերը կամ որոշակի քայլեր ձեռնարկելու Մոսկվայից եկող այդ սպառնալից հայտարարությունները հաղթահարելու համար։ Ինչպիսի պատկերացում ունի ձեր կուսակցությունը այս իրադրության մասին։ Գիտեք, առաջին հերթին երևի պետք է նշենք, որ կամայական երկիր պետք է որոնի իր ստեղծածը, իր ապրանքները ռեալիզացնելու շուկաներ։ Ցավոք սրտի դա այդպիսի պարզ process չէ եւ մեր ունեցած շուկան հիմնականում դա ԵԱՏՄ շուկան է։ Այսինքն ռուսական շուկան է ավելի հասկանալի, որպեսզի ասենք, եւ այնպիսի տատանումներ, ինչպիսին պատկերացվում է, որ կարելի է մի անգամից դուրս գալ, հեռանալ, ես ուղղակի օրինակը կբերեմ, որպեսզի բոլորի համար պարզ լինի, այ Pernod Ricard ֆիրման բոլորս գիտենք գնելա կոնյակի գործարանը, նույնպես նա նաև գնելա ողջ գին արտադրությունը Վրաստանում, ողջ։ Երբ որ Ռուսաստանը փակեց իր շուկան վրացական գինիների համար, նա չնչին գներով վաճառեց այդ ամենը, որպեսզի ազատվի դրանից։ Որովհետև վրացական գինիները պետք է գնային արդեն Եվրոպա, հա, եվրոպացիները ասին բերեք մրցակցային այդ գինիները, դրեք եւ այլն, որը ժամանակ հետո հայտարարեցին, որ չէ, այդ գինիները մրցակցային չեն եւ Վրաստանը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում։ Իսկ դուք լուծումը ինչպես եք տեսնում մրցակցային դարձնելու ապրանքները։ Հիմա հարցին պատասխանեք, թե դուք ուրիշ հարցել եք տալիս։ Ճշտող հարց եմ տալիս։ Համեցեք, ինչ հարց։ Ասում եմ, իսկ դուք ինչպես եք պատկերացնում հաղթահարումը այդպիսի իրադրությունների, ապրանքների որակը բարձրացնելու միջոցով, թե Գիտեք, մենք քաղաքատնտեսական մոտեցում ենք ցույց տալիս, այսինքն պետք է պետությունը որպես այդպիսին հոգ տանի այն մասին, որ կրթությունից սկսած մինչև գիտություն մտնի տնտեսության մեջ, գիտահեն արտադրություններ ունենանք, որոնք մրցակցային կլինեն անկախ նրանից, թե ինչ շուկա է ստանում եւ ծավալներով զգալիորեն կզիջեն այն արտահանմանը, ինչը որ այսօր է գիննել կլինի ավելի բարձր, դա իդեալական պատկերացվող մեխանիզմ է, բայց եթե չլինի քաղաքատնտեսական մոտեցումը, այսինքն մեզ նվիրյալներ չունենանք, մեր պետությունը միշտ կաղալու է եւ եթե ասում եք ինչի էին թալանում մի ժամանակ ինչ որ երբ որ պետական էր, որովհետեւ պետությունը նպաստում էր այդ թալանին։ Շնորհակալություն։
Բայց պարոն Խաչատրյան թալանում էին նաև խորհրդային միության ժամանակ եւ ընդհանրապես որտեղ պետական մասնաբաժին Պետությունն ուներ չինովնիկներ, որոնք նպաստում էին այդ թալանին, եթե անձնական օգուտ չունենան, թույլ չեն տա թալանելը։ Իսկ դու ինչպես եք ընտրելու միայն այնպիսի մարդկանց, որոնք չունեն այդպիսի որակներ։ Ինչ ա եղել։ Ինչպես եք ընտրելու միայն մարդկանց, որոնք չունեն նման թուլություններ։ Ինչպեսի պատասխանատվություն է իր վրա վերցնում ուժը, որը գալիս է իշխանության։ Եթե նա գալիս է իշխանության սեփական հնարավորությունները, սեփական ունեցվածքը բազմապատկելու, որը անընդհատ տեսնում ենք։ Մենք պետք է անընդհատ ունենանք սերունդներ, որոնք չեն կարողանալու ծրագրել իրենց ապագան։ Հայաստանից անընդհատ արտահոսք տեղի ունենալու։ Սա արխի կարևոր, էական եւ վճռորոշ կետ է։ Շնորհակալություն։ Մենք անցնենք հաջորդ փուլին, Աննա, խնդրում եմ կներկայացնեք հաջորդ փուլին։ Սիրով, այս փուլում հարգելի հյուրեր, դուք հնարավորություն ունեք երկուական հարց ուղղելու մասնակիցներին։ Միակ պայմանն այն է, որ այդ երկու հարցերը երկու տարբեր մասնակիցներին պիտի ուղղված լինեն։ Հարցերը ձևակերպելու համար կունենաք 30 վայրկյան ժամանակ։ Եվ 2 րոպե ժամանակ կունենաք այդ հարցերին պատասխանելու համար, այսինքն 30 վայրկյան խնդրում ենք ձեզ հարց եք տալիս, պատասխանողը 2 րոպե ունի, հետո դուք ունեք եւս 30 վայրկյան ժամանակ արձագանքելու համար։ Պարոն Եղիազարյան, ում եք ցանկանում 2 հարց կարող եք ուղղել տարբեր մարդկանց, խնդրեմ։ Շնորհակալություն, ցավոք սրտի իմ հարցի հասցեատերը այստեղ չէ եւ ես կարծում եմ, որ իշխանության ներկայացուցիչները, այսպես ասած, դուխով տղաները դուխ կանեին ներկա կգտնվեին, եւ ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 7-րդ գումարման ազգային ժողովի սկսած Փաշինյանը օրու մեջ կարելի է ասել կարմիր լենթեր էր կտրում տարբեր գործարաններ բացելով, գազաբալոնների, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, չգիտեմ, սեպուհ մեկ մեքենաներն էր, անիֆի գործներ եւ այս ամենը տապալվեց։ Ես ուզում եմ հասկանամ հիմա իրենք տապալեցին, թե Փաշինյանը ստում էր, որ այդ գործարանները, ինչն էր պատճառը, որ այդ գործարանները այսօր չկան։ Նա ստում էր, թե ուղղակի իրենց կառավարության օրոք պայմաններ չկային տնտեսությունը զարգացնելու համար։ Շատ լավ, բայց քանի որ իշխող ուժի ներկայացուցիչներից այստեղ մարդ չկա, ում կցանկանաք հարց ուղղել, խնդրեմ 2 հարցի հնարավորություն ունեք։ Լավ, այդ դեպքում հաջորդ հարցը ես կուղղեմ իմ գործընկեր Հանրապետության կուսակցության ներկայացուցիչ պարոն Տերտերյանին, քանի որ իրենք գոնե տեղական մակարդակով Երևանում իշխանություն են կիսում գործող իշխանության հետ եւ կասեմ, որ այդտեղից ելնելով մենք տեսնում ենք, որ այդտեղ խնդիրներ ունենք մենք, չկա նոր աղբավայրը, տրանսպորտի ռեֆորմը այդպես ինչ էր, ինչպեսին մենք անկնկալում էինք, ասֆալտապատման աշխատանքները բավականին անորակ են եւ այս առումով դուք իշխանություն եք կիսում եւ պատասխանատվություն եք կրում նաեւ այս առումով։ Հիմա դուք ոնց եք տեսնում սրա լուծումը, դուք իրենց հետ տապալել եք կառավարումը քաղաքական մակարդակով, հիմա ինչի եք ուզում նորից իշխանություն վերցնել, ինչ եք անելու։ Շնորհակալություն հարցի համար, ասեմ ձեզ, որ մենք չենք տապալել քաղաքային կառավարումը, Երևանում տեսանելի է մեր կատարած աշխատանքները, բացի այդ, արդեն հունիսի 7-ին Երևանի քաղաքացիները կտան իրենց գնահատականը մեր կառավարմանը, ինչ վերաբերում է աղբավայրին, ասեմ ձեզ, որ կայացել է նոր աղբավայրի կառուցման մրցույթը, արդեն առաջի փուլը 2 հաղթողներ են անցել եւ երկրորդ փուլում կորոշվի նոր աղբավայրի կառուցման հաղթողը, որը մոտավորապես 120 միլիոն եվրոյի ներդրումների միջոցով կլուծվի աղբավայրի խնդիրը։ Երկրորդ հարցը ինչ վերաբերում է ասֆալտապատմանը, ուրեմն մեծ թափերով քաղաքի բյուջեի հաշվին կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ, բացի այդ կառավարությունը խոսք է տվել, որ 26 թվականին ինքն էլ կսուբսիդավորի անմիջապես Երևանում ասֆալտապատման աշխատանքներ, արդեն ոչ միայն Երևանի բյուջեից, այլ նաև հանրապետական բյուջեից գումարներ կտրամադրվեն Երևանի ուրեմն ասֆալտապատման աշխատանքներին, իսկ ինչ վերաբերվում է Երևանի տնտեսության կառավարմանը, ապա մեր ուժը եւ կառավարող ուժը համատեղ ծրագրերի միջոցով զարգացնում են ուրեմն կենտրոնից հեռու արդեն վարչական տարածքները մոտավորապես 800 այս տարիների ընթացքում 800 ուրեմն լիֆտեր են փոխարինվել, պատրաստվում են այս տարի եւ հաջորդ տարի նույնպես 500 լիֆտեր ուրեմն փոխարինել, ուրեմն բակային տարածքներում ուրեմն ավտոտնակների կամ ապօրինի կառույցները կարելի ասել գնում են դեպի ամբողջական վերացումը եւ բակերը վերադարձվում է ժողովրդին
երեխաների համար կառուցվում են խաղահրապարակներ, իսկ տարեց ավագ ընկերների համար կառուցվում են զրուցատաղավարներ եւ ժողովրդին է վերադասում իր ունեցածը, իր ունեցվածքը։ Պարոն Եղազարյան, բավարարված եք պատասխանով պարոն Տերտերյանի, կարծես Երևանում ամեն ինչ կարգին է, ինչ խնդիր եք տեսնում։ Ոչ, ես այսպես կասեմ, իսկ որտեղ է օրինակ լիֆտերի գործարանը, որ այդպես էլ չտեսանք, եւ այն մետրոյի կայարանը նոր որ ընտրությունից ընտրություն հիշում եք, քարոզ եք անում, փիառվում եք եւ այդպես էլ մենք չենք տեսնում, այսինքն դուք լոկ խոսում եք, խոստումներ եք տալիս, բայց արդյունքը մենք չենք տեսնում։ Տերտերյան, իրոք, պարոն Ավինյանին հնարավորություն եղել է հարցնել ի վերջո Աչափնյակի մետրոն երբ ենք։ Աչափնյակի մետրոյի հարցով ուրեմն ասեմ ձեզ, արդեն փաստաթղթերը փորձաքննության անցնելու վերջին փուլում են, ուրեմն քանի որ կարելի ասել 30 տարի Հայաստանում որևէ աշխատանք չի կատարվել նոր մետրոյի կառուցման կամ թունելագործության մեջ, պետքա նոր ստանդարտներով, արդեն բարձր ստանդարտներով նոր կայարան կառուցվի, դրա համար պահանջվում են ուրեմն մեծ փորձաքննություններ, որպեսզի այդ կառուցվելիքը համապատասխանի միջազգային ստանդարտներին։ Մոտ ժամանակներս հայտնի կդառնան կասկածվի մրցույթ արդեն հաղթողի համար բուն կապալաուրի, իսկ փորձաքննական աշխատանքները մոտեկանում են ավարտին։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան։ Պարոն Գյուրջինյան, ձեր հերթն է հարց տալու, բայց մինչ այդ, քանի որ ենթադրում եմ, որ մյուս մասնակիցներն էլ են այդ հարցը բարձրացնելու, թե ինչու իշխող ուժի ներկայացուցիչ չկա, պարզապես հիշեցնեմ, որ 18 ուժ է գրանցվել, մենք տաղավարում ունենք 8 հոգու մասնակցության հնարավորություն եւ փորձել ենք բաշխել եթերաժամանակ այնպես, որ ողջ շաբաթվա ընթացքում բանավեճերին բոլորը համաչափ ժամանակ ունենան եւ մասնակցեն։ Պարզապես իմ հարցի բնույթը նա էր, որ բանավեճը պետք է լիներ իշխող օպոնենտի հետ, այստեղ ես օպոնենտներ չեմ տեսնում, իմ խնդիրը իշխող ուժի հետ է, այսինքն բանավեճը պետք է լինի հակառակ բևեռի հետ։ Հիմա այստեղ հակառակ բևեռ ես չեմ տեսնում այդ կոպիտ ասած դրա համար։ Քաղաքագիտական մի թեմա է, որին կարելի է առանձին բանավեճ տրամադրել, թե արդյոք ընտրություններին մասնակցելիս միայն մի ուժի հետ է պայքարը, այնուամենայնիվ պարոն Գյուրջինյան, ձեր հերթն է։ Թեպետ ես էլ օպոնենտներ չեմ տեսնում, բայց տեսնում եմ գործընկերներ, որոնք հետաքրքիր կարծիքներ հայտնեցին եւ կարելի է դրա շուրջ ծավալվել հետաքրքիր կարծիքների շուրջ։ Առաջի հարցս պարոն Տերտերյան ձեզ մենք խոսացինք ստանդարտների մասին, այսինքն երկու հարց էլի, եթե կարելի է։ Առաջինը ստանդարտների մասին, մեկ հարց պարոն Տերտերյանին, երկրորդ հարցը կարող եք մեկ այլ մասնակցի ուղղել։ Իսկ նույն կոնտեքստում երկու հարց կարող եք։ Ահա։ Առաջինը ստանդարտներից խոսացիք, որ Եվրամիության ստանդարտները ավելի բարձր են, ԵՏԵԱՏՄ-ին ավելի ցածր են, ուրեմն Արաբական միությունը նշեցիք, այնտեղ ստանդարտները բարձր են թե Եվրամիության, թե ԵԱՏՄ ստանդարտներից, այդ դեպքում մեր ցածրորակ ոնց որ դուք ասացիք ապրանքը ինչպես է գնալու, եւ երկրորդ հարցը սուբսիդիաների մասին խոսացիք։ ԵԱՏՄ արտահանումը կազմում է 1.2 միլիարդ դոլար տարեկան։ Այդքան սուբսիդիա եք պատրաստվում տրամադրել։ Եվ եթե այո, ապա ֆինանսավորման աղբյուրը նշեք։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն ինչ վերաբերում է ստանդարտներին, ես ասացի, որ ոչ թե արաբական երկրներում ստանդարտները ցածր են, քան թե եվրոպական երկրներում։ Ես ասացի, որ ԵԱՏՄ-ում են ստանդարտները ցածր, կարելի ասել արաբական եւ ԵԱՏՄ Եվրոմիության երկրներից։ Խնդիրը ինչու՞մն է։ Մենք ասում ենք, որ մեր արտադրողը անկախ նրանից, թե արտադրանքը սպառելու է Հայաստանում, արտադրանքը արտահանելու է այլ երկիր, կապ չունի ԵԱՏՄ երկիրը թե այլ երկիր է, պետք է իր ստանդարտները համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Այդ դեպքում շատ հեշտ կլինի այդ ապրանքը արտահանել ցանկացած երկիր։ Դրա համար մենք կտրամադրենք սուբսիդիաներ, մենք կտրամադրենք տեխնոլոգիաներ, մենք կտրամադրենք խորհրդատվություն, որպեսզի մեր արտադրողը կարողանա իր արտադրանքի որակի չափանիշները բարձրացնել համաշխարհային մակարդակի։ Եվ այդ դեպքում մեր համար շատ հեշտ կլինի դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը եւ արտահանման ուղղությունները։ Այդ տեսակետից մենք կարող ենք ուրեմն որպես թիրախային շուկաներ ընտրել Չինաստանի շուկայից սկսած, հեռավոր արևելքից սկսած, Միջին Ասիայից սկսած, Մերձավոր արևելքից սկսած, եվրոպական երկրներ եւ ամերիկյան երկրներ։ Այսինքն, եթե դու ունես բարձրորակ ապրանք, կարող ես արտանել ցանկացած երկիր։ Բացի այդ, մեր համար շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանում նույնպես սպառենք բարձրորակ արտադրանք։ Մեր հայ սպառողը, հայ երեխան
նույնպես իրավունք ունի օգտվելու բարձր որակի ապրանքներից։ Իսկ ինչ վերաբերվում է Նկատի սուբսիդիաներին, ունեք հայաստանցի երևի։ կներեք, Հայաստանցի նկատի ունեք։ Այո, մեր հայ սպառողը- ազգության ներկայացուցիչներ էլ են ապրում, բաունտեր։ հա, այդ տեսանկյունից ես համամիտ եմ, բայց ես նկատի ունեի Հայաստանի ներսում իրացվելիք Հայաստանցիներին նկատի ունեիք։ Հայաստանի ներսում իրացվելիք ապրանքը պետք է լինի բարձրորակ։ 3 միլիարդ որտեղից եք պատրաստվում հայթայթել։ 3 միլիարդ միջազգային ստանդարտներով շատ փոքր գումար է, բայց մենք ոչ չենք Դուք ունեք այդքան գումար։ Ես անձամբ չունեմ, բայց ես կարող եմ ուրեմն խորհուրդ տալ, որպեսզի դիմենք միջազգային ֆինանսական կառույցներին եւ հնարավոր է լավ աշխատանքի եւ դիվանագիտության շնորհիվ մենք հասնենք այդ արդյունքին հայթայթել, որ Իսկ պարտք վերցնենք, սուբսիդավորենք մեր այո, արտադրողներին։ պարկ վերցնենք, սուբսիդավորենք մեր Ամեն արտադրող տարի 3 միլիարդ վերցնենք։ 3-ը քիչ է, պետք է ավելի շատ վերցնենք, որ տնտեսությունը սպանենք, հետո փող գտնենք, որ լուծենք խնդիրները։ Մենք չենք գնում պետք է լուծենք, հետո նոր տնտեսությանը դիվերսիֆիկացնենք։ Առանց այն էլ արտաքին պարտքը մենք չենք գնում այն ճանապարհով, որ պետք է սպանենք տնտեսությունը։ Եթե խոսքը գնում է այն մասին, որ որտեղից կարելի է գտնել 3 միլիարդ դոլար, ես ասում եմ, որ աշխարհում այսօր կա մոտ 100 տրիլիոն դոլար գումար։ Հա, այսօր կառավարությունն է ներեցեք, բայց ասենք պետական պարտքի հաշվին խնդիրներ է լուծում, Պարոն Գյուրջինյան, դուք ունեք արձագանքի հնարավորություն։ Այդ տրամաբանության կհասցնենք 20 միլիարդ հարցը կլուծի, բայց այդ բեռը մնում է մեր սերունդների, մեր երեխեքի վրա, ով պետք է այդ հարցը լուծի։ Ասեմ ձեզ։ Ուրեմն տեսեք, Ամերիկայի բյուջեն մոտ 7 տրիլիոն դոլար է, բայց իր պարտքը 38 տրիլիոն դոլար է։ Այսինքն դուք մեր տնտեսությունը համատում եք Ամերիկայի հետ։ Ես համատում եմ, որ հնարավոր է ունենալ բարձր Շատ բան է հնարավոր, բայց պետք է ռեալ նայենք, էլի, կներեք ավարտեմ։ Ես ուզում եմ հիմնավորել, որ եթե դու ունես բարձր պարտքի բեռ, բայց կարողանում ես սպասարկել այդ պարտքը, եւ դա բերում է օգուտներ, բերում է շահույթ, բերում է բյուջեի հավելյալ գումարներ, արժի որ դու պարտքը վերցնես, ներդնես ուրեմն այն ոլորտները, որտեղ որ դու գերակա ես համարում, այդ ոլորտներից ստանաս մեծ օգուտներ, այդ մեծ օգուտներից ստանաս բյուջեի մեծ մուտքեր, սպասարկես քո պարտքը։ Եթե մեր տնտեսությունը մենք զարգացնենք, պարտքի սպասարկումը դա այնքան էլ դժվար է խնդիր չէ։ 2025 թվականին Հայաստանում փակվել է գործող 30,196 դուք չեք ուզում միջամտել արձագանքել։ Ուզում եմ, ոլորտում։ սպասում եմ գործընկերները ավարտեն։ Հիշում եք մեր կանոնները, պարոն Այգ։ Պարոն Գյուրջինյան, դուք 30 վայրկյան ժամանակ ունեք արձագանքի համար։ Պարոն Տերտերյան, շնորհակալություն հարցից պատասխանելու համար, բայց այնուամենայնիվ հարցից համատեքստը մի քիչ այլ էր։ Ես ուզում եմ ասել հետևյալը, որ չի կարելի հասարակությանը մոլորեցնել։ Մենք հասարակությանը մոլորեցնում ենք այն առումով, որ Եվրամիությունում մեր արտադրանքը չի սպառվում, որովհետև ստանդարտները ցածր են։ Մենք ունենք կոնյակ հայկական, որը պատկանում է ֆրանսիական ընկերությանը։ Իսկ ուր է գնում մեր հայկական կոնյակը ֆրանսիացիների կողմից արտադրված բարձր ստանդարտներով ԵԱՏՄ շուկա։ Հարցը միայն որակը չէ, հարցը նա է, որ եվրոպական շուկայում մեր ավանդական արտադրատեսակները դեռևս չեն սպասում, այլապես մեր կոնյակը բարձր գնով կվաճառվեր Եվրամիությունում եւ ոչ թե ԵԱՏՄ-ում։ Պարոն Գյուրջինյան, իրավունք ունեմ արձագանքել։ դուք հաջորդ փուլերին Սարգիս դուք մի որոշեք։ քանի վայրկյան էլի։ Տեսեք, կոնյակը ուր պետքա գնա եւ ինչ գնով վաճառվի, որոշում է կոնյակագործը։ Ինքն է որոշում իր բարձր որակի կոնյակը վաճառի ռուսական շուկայում, թե եվրոպական շուկայում։ Մենք չպետք է խառնվենք տնտեսավարողի եւ գնորդի հարաբերությունները։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան։ Պարոն Գյուրջինյան, դուք երկրորդ հարցի հնարավորություն Բաց ունեք։ այդ ճշմարտություն ասեցիք, բայց իմ արձագանքի հետ կարծում եմ որևէ Երկրորդ հարցը, որ հասցնեք 30 վայրկյանում ձևակերպել։ Ռեֆորմիստների կուսակցության գործընկերոջը, իսկ արդյոք դիտարկել եք օրինակ ոչ թե ընդերքը մասնավորեցնենք կամ պետության դերակատարումը մասնաբաժինը ավելացնենք ընդերքաօգտագործման ընկերությունների կապիտալում, այլ պետական վերահսկողությունը պարզապես ուժեղացնենք, մեխանիզմները կան, օրենսդրական դաշտը կա, կատարելագործենք օրենսդրական դաշտը, որ նույն ընդերքաօգտագործողները կամ բնական մենաշնորհների մեր ընկերությունները պարզապես ավելի արդյունավետ գործեն եւ ավելի իշահ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ եւ առաջ ասեմ, որ եթե մասնավոր լերում է մասնավոր այսինքն մասնավոր բոլոր կազմակերպություններում
լինում են խնդիրները առաջանում են ոչ բավարար ֆինանս լինելու դեպքում։ Եվ այս դեպքում շատ մասնավոր ղեկավարներ փորձում են այդ խնդիրը լուծել եւ չի ստացվում լուծել։ Իսկ պետության դերը եթե լինի վերցնենք հանքերի վրա, այստեղ պետությունը ունի ռեսուրսներ, որպեսզի իրականացնի եւ ապահովի անվտանգությունը, թալանը, այսինքն այստեղ աշխատելու են պետական կառույցներ, պետական մասնագետներ, ապահովելու են։ Ապահովի թալանի բացակայությունը երևի։ Եվ Թալանը պետք չի ապահովել, հա։ Եվ բարձրացնել տնտեսության աճը։ Արձագանքեմ շատ լավ, իսկ չի լինի դա անել պարզապես պետական ավելի արդյունավետ վերահսկողությամբ, այլ ոչ թե հանքերի պետականացումով։ Դուք նորից հարց եք ձևակերպում, բայց Արձագանք է, դա արձագանք է, ես ասում եմ, կարելի է նաև դիտարկել այս տարբերակը եւ չգնալ պետականացման հետևից։ Որովհետև հանքերը պետականացնելով, հետո հեծը պետականացնելով, վիոլա ջուրը պետականացնելով շատ լուրջ խնդիրներ են ունենալու նաև մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունները։ Այո։ Պարոն Տերտերյան, դուք ում եք ուզում հարց ուղղել, միգուցե ձեր օպոնենտներին, պարոն Եղիազարյանին, պարոն Գյուրջինյանին։ Ես առաջի հարցս կուղեմ պարոն Գյուրջինյանին։ Պարոն Գյուրջինյանը նշեց, որ եթե չկա Արցախի հետ կապված միջանցք, ապա չպետք է լինի նաև թրիփ։ Այո։ Փաստ է, որ այդ կապը չկա եւ ինձ թվում է եւ չի լինելու մոտակա 100-ամյակում Արցախի հետ միջանցքային կապը։ Այսինքն կստացվի ըստ ձեզ, որ թրիփն էլ պետքա բացառել։ Եթե մենք բացառում ենք թրիփի գոյությունը, բացառում ենք նաեւ Հայաստանի լոգիստիկ խնդիրների դիվերսիֆիկացումը։ Այդ դեպքում ինչպես առանց թրիփի դուք պատրաստվում եք լուծել Հայաստանի լոգիստիկ խնդիրները։ Ինչու եք դեմ թրիփին, պարոն Գյուրջինյան։ Պարոն Տերտերյան, մենք թրիփին դեմ չենք։ Մենք դեմ ենք թրիփի նախաստորագրված համաձայնագրով ամրացված միջանցքային տրամաբանությանը։ Ինչու տանք միջանցք մեր հարևան երկրին, եթե հարևան երկիրը էթնիկ զտման է ենթարկել Արցախի բնակչությանը, Արցախում հիմա հայություն չկա, Հայաստանի եւ Արցախի անխափան կապի հարց չկա, թե չէ, եթե մենք դիտարկում ենք ճանապարհ, լոգիստիկ ուղի, կոմունիկացիա, այդ թվում բեռնափոխադրումների համար, էներգետիկ հոսքերի փոխադրումների համար, խնդրեմ, բայց դա արդեն միջանցք չէ, դա ճանապարհ է, որի վրա Հայաստանի Հանրապետությունը ունի լիարժեք ինքնիշխանություն, ստանում է համապատասխան բեռներից տարանցման վճար, մաքսային վճարներ եւ այլն եւ այլն։ Ես արձագանքի խնդրեմ, իհարկե։ Արձագանքով ասեմ, որ ձեզ կառավարությունը իր կոկորդը պատրելով ասում է, որ թրիփը միջանցք չէ, այլ ընդհանրապես լոգիստիկ, ուրեմն ենթակառուցվածք է եւ այնտեղ ավելի շատ ներդրված է տնտեսական խնդիրները, քան թե քաղաքական խնդիրները։ Փաստորեն, եթե լինի այնպես, որ թրիփը չլինի միջանցք, դուք համաձայն եք թրիփին։ Եթե լինի ճանապարհ, այո, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող, Հայաստանի սուվերենիտետի ներքո, դա պարզապես Հայաստանով անցնող տնտեսական բազմաթիվ 9-րդ կետով այդպիսի ճանապարհ էր։ Ոչ, բայց նոյեմբերի 9-ով նաև Լաչինի միջանցք կար դեպի Արցախ։ 24-ին եւ 25-ին չկար, հիշեցնեմ եւս։ Իսկ երկրորդ հարցս Այո, խնդրեմ, երկրորդ հարցս ես միանալով Տիկին Արաքելյանի ծննդյան տարեդարձ հետ կապված շնորհավորանքներին նույնպես ես շնորհավորում եմ ձեզ, ցանկանում ամենայն լավն ու բարին։ Հարցս հետեւյալն է։ Տիկին Արաքելյան, երբ որ դուք ասում եք պետք է մենք պետականացնենք ուրեմն ընդերքը եւ շատ, ասենք, ստրատեգիական ոլորտներ, այդ դեպքում խնդիրներ են առաջանում ոչ միայն ներքին ներդրումների տեսանկյունից, այլ նաև արտաքին ներդրումների տեսանկյունից մենք ունենանք բացասական ուրեմն միտումներ։ Ինչպես եք դուք պատրաստվում լուծելու ներքին եւ արտաքին ներդրումների ծավալի խնդիրը կապված պետականացման գործընթացների հետ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Հիմա պատասխանեմ։ Դուք ասում եք, որ մենք հայտարարում ենք, որ մենք պետք է պետականացնենք։ Նախ մենք չենք հայտարարել, որ ամբողջ 100%-ով պետք է պետականացնենք։ Մենք հայտարարել ենք, որ 51 + 51 եւ
ավել, հա, տոկոսով պետք է լինի դա պետական, այսինքն բաժնեմասերի մեծ մասը պետք է լինի պետական վերահսկողության տակ, դա չի նշանակում, որ արտաքին ներդրողը այդտեղ չունի մասնաբաժին եւ չի կարող անել հետագա իր զարգացումը, տնտեսությունը մեր տնտեսությունը զարգացման համար ներդրումներ, որը եւ իրեն է իր երկրին է օգուտ բերելու եւ մեր երկրին է օգուտ բերելու։ Դա առաջինը։ Իսկ ինչ վերաբերվում է մնացածը, որ դուք ասում եք, որ մյուս ոլորտներն էլ եք ուզում ներցեք պետականացնել, տեսեք, ինչ է նշանակում ինչ որ մի մասնավոր ընկերությանը տալ եւ սպասել, որ որևէ մի այս պահի դրությամբ որևէ մի խնդիր չի առաջացել, չի էլ առաջանալու, բայց ինչու եք մտածում, որ հենց պետականացվեց, ապա խնդիրներ կառաջանան եւ այո, անլուծելի հարցեր կառաջանան պետության կծառան, պետության արչեւ։ Դա այդքան էլ այդպես չի, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ մեր տնտեսությունը այս պահին ինչ վիճակում է։ Այսինքն 30 տարի ձեր նշած, հա, եւ շարունակական այս 8 տարիների մեջ որևէ մի փոփոխություն չի կատարվել, ոնց գնացել էր, այնպես էլ շարունակում է գնալ եւ հարցը մոտակա ապագայում մեր տնտեսությունը ինչին կհասնի, եւ հիմա այս պահին այդ պետականացնել չպետականացնելու հարցը այդքան արդիական չի, քան մեր մոտ ապագայում մեր հարևան պետությունների հետ մեր չացրած հարաբերությունների հարցը։ Տեսեք, մենք գտնվում ենք այնպիսի աշխարհագրական դիրքում, այնպիսի հարևանների եւ այնպիսի կլիմայական շրջանակներում, որ մենք պետք է շատ ճկուն գործենք։ Այսինքն լինելով իրավիճակից, պահի ազդեցությունից, հա, ամբողջ մեծ քաղաքականությունից ենթարկվելով այդ ամբողջ աշխարհագրական մեծ տատանումներին, մենք պետք է այնքան ճկուն գտնենք, որ հասկանանք, այս պահին արդյոք անհրաժեշտ էր Ռուսաստանի հետ, չգիտեմ, մյուս Պարսկաստանի հետ մեր հարաբերությունների փչացումը, թե չէ։ Հիմա պետականացնենք, թե չպետականացնենք, դա դեռ այս պահի դրությամբ երկրորդական հարց է։ Երբ որ պետությունը կմտնի իր պետական հունի մեջ եւ կհասկանա, որ 50+1 տարբերակը շատ էլ լավ գործում է պետության համար եւ դրսից ներդրողը դրանից չի կաշկանդվում, կշարունակենք այդ ֆորմատով։ Եթե ոչ, ապա ամբողջ 100%-ը կպետականացվի։ Ես վստահ եմ, որ մենք ունենանք ոչ կոռուպցիոն երկիր, լավ ղեկավարներ, նվիրալ հայրենասեր մարդիկ, որոնք ոչ թե իրենց շահի համար, անձնական գրպանի համար են աշխատում, այլ պետության շահի համար, հաստատ համոզված եղեք, որ բոլոր միջոցներն ու գործիքները կան, որպեսզի մեր պետությունը բարձրացնենք վերև։ Շնորհակալություն արձագանքի համար ասեմ, որ ձեզ Տիկին Արաքելյան, անկախ այն բանից պետական մասնաբաժինը 51% թե 20% թե 10% է, ցանկացած մասնավոր անձ, դա կլինի ներքին ներդրող թե արտաքին ներդրող, ձգտում է, որպեսզի ինքը գործ չունենա պետության հետ։ Ձգտում է այնպես անել, որ իր հարաբերությունները կառուցի իր նման այլ մասնավոր անձի հետ եւ այդ դեպքում ես չստացա իմ հարցի պատասխանը, ինչպես պետք է մենք ապահովենք այդ ներդրումների հոսքի բացասական ծավալը։ Ինձ թվում է ես պատասխանեցի ձեր հարցին, այսինքն ներդրումների հոսքը դրսի ներդրողը շատ բան կարող է ուզենալ անել մեր պետության ներսում։ Մենք պետք է ելնենք այն ելակետից, թե արդյոք մեր պետության համար դա շահավետ է, թե չէ, որովհետև էլ եմ ասում, մեր պետությունը չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ, Պարսկաստանի հետ, Ամերիկայի հետ կամ Եվրոպայի հետ։ Մենք պետք է հասկանանք մեր փոքրիկ պետությունում ինչպես պետք է համագործակցել հարևաններին եւ ինչ շահեր պետք է ներդրանք։ Շնորհակալություն Տիկին Արաքելյան։ Պարոն Իսկաջյան, ձեր հերթն է։ Հարց ուղղ միասնության թևերի ներկայացուցիչին, ձեր ծրագրի առաջնահերթությունների շարքում նշվում է հարկային քաղաքականության բարեփոխումների անհրաժեշտությունը։ Այստեղ երկու կարևոր նկատառում եւ հարց։ Նախ մեր բյուջեն էական կախվածություն ունի հարկային մուտքերից եւ երկրորդը շուկայական ձևավորված հարաբերություններում տնտեսվարողները ունեն որ եւս որոշակի նախատեսումներ եւ կանխատեսումներ կախված հարկերի հետ կապված։ Արդյոք դուք հաշվարկել եք բոլոր սցենարները եւ արդյոք չեք համարում, որ 5 տարվա ընթացքում այդ փոփոխությունները կլինեն բավական ռիսկային։ Շնորհակալություն հարցի համար, ոչ, այդպես չենք կարծում, որովհետև հաշվարկներ իրականացնել ենք, մեր թիմը բավականին լուրջ ոլորտի մասնագետներ կան, մանրակրկիտ ուսումնասիրություն է արվել։ Հիմնական առաջարկը նա է, որ մենք փորձում ենք ավելացված արժեքի հարկը վերացնել հետզհետե, որովհետև ինքը արտահանման համար ինքը մեծ ծախս է ապրանքի արժեքի մեջ։ Եվ երկրորդը մենք ուզում ենք հասնել նրան, որ լինի մեկ հարկատեսակ 5%-ի առումով, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը ստիպված չլինի հաշվապահական այդ բյուրոկրատական ծանր բեռը տանելու, ինչը որ այսօր ենք տեսնում։ Այսինքն պետք է լինի պարզ հարկատեսակ եւ մենք պետք է նաեւ փոքր ու միջին բիզնեսը նախատեսում ենք
ազատել կամ նվազեցնել հարկային բեռից, քանի որ պետությունը պետք է հարկային եկամուտները ապահովի խոշոր բիզնեսից, ոչ թե մանր միկրո բիզնեսից, ինչը որ այսօր ենք տեսնում եւ 25 թվականի փոփոխությունների արդյունքում ես նշեցի, որ 30,000-ից ավել բիզնես միայն 25 թվականին փակվել է։ Սա աննախադեպ անկում է եղել այս վերջի 30 տարվա ընթացքում եւ այս առումով ես վստահեցնում եմ, որ հաշվարկները կատարված են եւ այն ինչ որ մենք առաջարկում ենք դա իրատեսական է եւ մենք ես կարող եմ ասել, որ շատ փոփոխություններ եղել են նախկինում ռադիկալ մեկ օրվա մեջ եւ երբ որ կաբինետում նստած առանց ուսումնասիրելու թե փոքր ու միջին բիզնեսը ինչ պահանջներ ունի եւ որ պլան են դնում հարկային տեսության վրա, որ պետք է այս պլանը իրականացնել առանց հասկանալու թե տվյալ բիզնեսը կարող է մարսել այդ բեռը թե ոչ եւ դրանով սպանում են տնտեսությունը եւ սպանված տնտեսության արդյունքում մենք ավելի փոքր հարկային եկամուտներ ենք ունենում, այսինքն մենք պետք է թողնենք բիզնեսը շնչի, ինչքան բիզնեսը շնչի, փոքր ու միջին բիզնեսը զարգանան դեպի խոշոր, այնքան մենք ավելի մեծ հարկային եկամուտներ կունենանք։ Այս ամենը հավաստիացնում են, որ հաշվարկված է եւ լրիվ իրատեսական են այն ժամկետներում, ինչը որ մենք ներկայացրել ենք ծրագրում։ Մինչև արձագանքի հնարավորություն տալը դուք ասի 25000 անցած տարի փոքր ու միջին բիզնեսից 25 չէ, 30,000-ից ավել։ 30,000, կներեք որտեղից այդ թիվը։ Դա պաշտոնական թվերն են։ Վիճակագրական տվյալներ են, այո, ճիշտ եք։ Խնդրեմ։ Եվս կուզենայի արձագանքել 30,000 ձեռնարկության փակմանը, դա արդյոք դուք համարում եք, որ հարկային քաղաքականության արդյունքներ, իմ խորին համոզմամբ դա ոչ միայն հարկային քաղաքականության, այլ նաև օրինակ իրացման շուկաների բացակայության կամ սահմանափակության մրցակցային իրավիճակի փոփոխության խնդիր էր, եւ երկրորդ նկատառումս ավելացած արժեքի հարկի վերացումը դա կլինի որոշակի know-how հարկային քաղաքականության մեջ եւ իրապես շատ հետաքրքիր կլիներ ծանոթանալ, խորապես ծանոթանալ ձեր մոտեցումներին։ Այդ ամենը մեր ծրագրում մանրամասն ծրագիրը բավականին ծավալուն է, այս կարճ 1-2 րոպեում հնարավոր չի։ Ծրագիրը տեղադրված է մեր կայքում, հրապարակված է, կարող եք ծանոթանալ այնտեղ մանրամասն հաշվարկների հետ նկատի ունենք։ Շնորհակալություն, դուք երկրորդ հարցի Երկրորդ հնարավորություն հարց ունեք։ կուղեմ Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչին։ Դուք ձեր խոսքում նշեցիք, երևի թե ես եթե ճիշտ հասկացա, որ ներքի շահագործման պետք է զբաղվեն մասնավոր ընկերությունները։ Այդ պարագայում ինչպես եք պատկերացնում օրինակ Սյունիքի մարզի եւ այլ հանքարդյունաբերական համայնքներում մեր տնտեսական, սոցիալ-տնտեսական իրավիճակ եւ տնտեսության կառուցվածք այդ համայնքների օրինակ 50 տարի անց, երբ այլևս այդ ռեսուրսները չեն լինի եւ տնտեսությունը պետք է որոշակիորեն աշխատի։ Ճիշտն ասած, դա իմ խոսքում նման բան չի հնչել, ես հարցը գործընկերոջը տալուց ասեցի իսկ պետականացնելու փոխարեն կամ պետության մասնաբաժին ստեղծելու փոխարեն դիտարկել եք արդյոք պետական վերահսկողության եւ կառավարման բարելավում եւ արդյունավետության բարձրացում։ Ինչ վերաբերվում է ընդհանրապես մեր ուժը դեմ է կտրուկ քայլերի Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ, խաղի կանոնների կտրուկ փոփոխության։ Եթե մենք ունենք իրավիճակ, որ գոյություն ունեցող հանքարդյունաբերական համալիրները այժմ մասնավոր են, ու կամ պետական են որոշակի փոքր մասնաբաժնով, հիմա պետք չի խաղի կանոնները խառնել։ Եթե լինեն նոր հանքարդյունաբերական համալիրներ, օրինակ հազվագյուտ մետաղների շահագործման կամ ուրանի շահագործման հետ կապված, հատկապես հազվագյուտ մետաղի եւ ուրանի շահագործման հետ կապված, որը ռազմավարական նշանակություն ունեցող նաեւ հանքանյութ է, այդտեղ կարելի է դիտարկել պետության մասնակցությունը կամ ամբողջական պետական հանքարդյունաբերական, այսպես ասած, համալիրներ, բայց գոյություն ունեցող խաղի կանոնները մա խառնել պետք չի։ Իսկ ԱՄՆ-ի հետ կնքված պայմանագրերից մեկը վերջին, որ հազվագյուտ մետաղներին էր վերաբերում, դա ձեր ներկայացրածով չի փոխում խաղի կանոնների անհրաժեշտությունը։ Գիտեք ինչ շրջանակային պայմանագիր էր ԱՄՆ-ի հետ կնքվածը, շատ դրույթներ դեռ պարզ չի, եւ ես հույս ունեմ, որ դրույթները ԱՄՆ հետ դրույթները ավելի մանրամասն գործիքակազմը գաղտնի պայմանագրի տեսքով չի կնքվի, այլ հանրության համար հասանելի կլինի, իհարկե, եթե գործող իշխանությունը վերընտրվի։ Եթե չվերընտրվի, կարծում եմ, այնտեղ խաղի կանոնները կփոխվեն, ով էլ գա իշխանության։ Բայց խոսքս ԱՄՆ հետ կնքված պայմանագրին չէր վերաբերում։ Ես խոսում եմ ավելի ընդհանուր։
նոր հանքային համալիրներ կարելի է դիտարկել պետական մասնակցություն կամ պետական սեփականություն, գոյություն ունեցողներին կպնել պետք չէ։ Պարոն Իսկաջյան, դուք արձագանքի Այո, թույլ հնարավորություն տվեք ընդգծել, որ խաղի կանոնները հատկապես այդ հանքարդյունաբերության եւ պետական միջամտության ոլորտներում փոխվում են, վերափոխվում են ու դա ոչ միայն այսօր է տեղի ունենում, այլ վերջին տարիներին եւ ոչ միայն Հայաստանն, այլ նաեւ բազմաթիվ պետություններ ուղղակիորեն միջամտում են հանքարդյունաբերության ոլորտում եւ հատկապես եթե խոսքը վերաբերվում է հազվագյուտ կամ քրիտիկական հանքարդյունաբերական ոլորտներին, այստեղ պետական միջամտությունը առանցքային նշանակություն պետք է ունենա, որպեսզի մեր հետագա զարգացումը լինի կանխատեսելի եւ պլանավորված։ Շնորհակալություն, Տիկին Արաքելյան, ձեր հերթն է, երկու հարցի հնարավորություն ունեք, ում եք ցանկանում ուղղել։ Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Տերտերյանին, քանի որ իր խոսքի ենթատեքստից հասկացում է, որ իրենք նույն ուղղությամբ են գնում, այսինքն նույն հայացքներ ունեն, ինչպիսին մեր ներկա կառավարությունը, եւ մի հարց ունեմ տալու, ինչից եք վերցրել, որտեղից եք վերցրել, որ մոտակա 100-ամյակում չի լինելու Արցախի ճանապարհ։ Դուք գուշակ եք։ Եվ երկրորդը միջանցքային տրամաբանությամբ, որ ասում եք թրիմփը ոչ թե միջանցք է, այլ ինչ-որ տարբերակ, հա, այլ ընտրանքային տարբերակ, որպեսզի մենք ուղի ունենանք մյուս երկրների հետ, մենք պայմանագրի երկու կողմ ենք, հա, Հայաստանը, մյուս Ադրբեջանը հաջորդ կողմը։ Հաջորդաբար ամեն օրվա ռեժիմով մյուս կողմը, то есть այսինքն Ադրբեջանը շեշտակիորեն ասում է, որ դա միջանցք է եւ վերջ։ Գուշակի վերաբերյալ հարցին պարոն Տերտերյանը կպատասխանի, բայց ես հիշեցնեմ, որ դուք երկու տարբեր երկու մարդկանց պետք է հարցեր ուղղեք։ Ներողություն եմ խնդրում։ Այնպես որ խնդրում եմ պարոն Տերտերյանը կպատասխանի, դուք մտածեք Կամ կարող եք արդեն հնչեցված Շատ շնորհակալություն հարցի համար, ասեմ ձեզ Տիկին վերահասցավորել։ Արաքելյան, ես գուշակ չեմ, բայց փաստերի վերլուծությունը ցույց են տալիս, որ Արցախի հարցը փակված է եւ մոտ ապագայում անհնար է մեր ուժերով, մեր ռեսուրսներով կարողանանք հետ վերադարձնել մեր սիրելի Արցախը, մեր գոհարը։ Մենք պետքա առերեսվենք իրողությունների հետ, մենք պետքա հաշվի նստենք փաստերի հետ եւ շարժվենք ըստ այդմ։ Իսկ ինչ վերաբերվում է մեր եւ կառավարության տնտեսական ուղու հետ, մեր մոտեցումները տնտեսական բարեփոխումներին 180 աստիճանով հակառակ են այսօրվա կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը։ Մենք ձգտում ենք հասնել այնպիսի տնտեսության, որը մրցունակ լինի համաշխարհային տնտեսական շուկայում, որը ունենա մեծ ներդրումների հոսք, որը կարողանա ապահովի մեծ բյուջե եւ մեծ բյուջեով հարուստ քաղաքացիներով մենք տնտեսական պատերազմում կարողանանք հաղթել Ադրբեջանին։ Մեր նպատակը դա է, որ մենք հզորանանք եւ միայն տնտեսապես կարողանանք մրցակցել Ադրբեջանի հետ, ոչ միայն Ադրբեջանի հետ, մեր բոլոր հարևանների եւ մասնակցային դիրքերը բարելավենք։ Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, որ թրիփը միջանցք է, ինձ թվում է ներկա պայմանագրով թրիփը միջանցք չէ, այն ընդամենը ուղի է, ճանապարհ է, որը մեծ նշանակություն ունի մեր տնտեսավարողների համար, մեր տնտեսության համար, ինչպես նաև թրիփը խաղաղության գրավականն է։ Եթե թրիփի գոյությունը չլինի կամ բացառենք, Ադրբեջանը կփորձի ռազմական ուժով իր համար ճանապարհ հարթել դեպի Նախիջևան, որը կբերի նոր էսկալացիաների։ Դրա համար թրիփի գոյությունը խթան է, որպեսզի խաղաղությունը ավելի երկարատև լինի։ Կարող եմ արձագանքել։ Չնայած այն, որ մեր հարգելի հաղորդավարն ասաց, որ երկրորդ հարցը ձեզ չի վերաբերվում, բայց դուք ձեզ իրավունք վերապահեցիք պատասխանել, հիմա ձեզ հակադարձեմ։ Ես չեմ ասում թրիփ չկա կամ թրիփը վատ նախագիծ է։ Ես ասում եմ մենք պնդում ենք, որ դա միջանցք չէ, բայց հակառակ կողմը, պայմանագրի մյուս կողմը Ադրբեջանը օրվա մեջ 24 ժամ չի դադարում կրկնել, որ դա միջանցք է։ Հիմա ինչպես հասկանանք, պայմանագիր առնվազն ունի երկու կողմ, պայմանագրի առարկա, կողմերի իրավունքներ եւ պարտականություններ, հա, վերջում ֆորս մաժորային իրավիճակներ։ Հիմա Տիկին Արաքելյան, դուք հավատում եք պարոն Տերտերյանին, թե Ալիևին։ Ես գիտեք ում եմ հավատում, փաստացի իրավիճակին։ Եթե նրանք արդեն 3 անգամ մեծ համազգային, հա, համաշխարհային
միջոցառումներ են անում, որպեսզի արևմտյան Հայաստան, հա, վերադառնան, դա իրենցն է, ու ամբողջ աշխարհը գնում է այդ ուղղությամբ, բայց մենք անգամ ձայն չենք անում այդ ուղղությամբ, որ Հայաստանը ծովից ծով է, մենք այս պահին ունենք այս իրավիճակը, վաղ ունենք, բայց մեր ներսից ձեր պավիլյոնից հա հայտարարությունները որ առաջիկա 100 տարում բացառվում է Արցախի հետ վերադարձը։ Եթե դու գուշակ չեք, ես էլ գուշակ չեմ, բայց ես չգիտեմ ինչու, երևի ներքին ձայնս է ասում, համոզվածությունս է ասում, որ 100 տարի ձեր ասած 100 տարի դեռ Արցախի հարց չի լինելու, չարաչար սխալվում եք։ Արցախի հարցը հնարավոր է շատ արագ կլուծվի։ Շատ լավ, երկրորդ հարցում եք ցանկանում ուղղել։ Ես չգիտեմ ճիշտ ասածում ուղղեմ, մեր հարգելի գործընկերը սկզբում ճիշտ ասաց, որ ամենակարևոր թիրախային հարցադրումների համար նախատեսված գործընկերը այստեղ չի։ Ես ակցեպտ կանեմ, եթե որևէ մեկը կցանկանա այդ հարցին պատասխանել, թող արձագանքի։ Շատ կուզեի, որ դուք պատասխանեիք։ Հա, բայց եթե ինչ-որ մեկը կուզենա, թող պատասխանի։ Տեսեք, ես ուզում եմ հասկանալ, էլի, մենք ունենք այնինչ ունենք այս պահին։ Ունենք իրավիճակ, որը մեր այսօրվա արտադրողները, արտահանողները օրհասական վիճակի վրա են կանգնած։ Մենք դիմացը մեկ շաբաթից ունենք ընտրություններ։ Ես ուզում եմ հասկանալ, հապագա 50 տարի, չգիտեմ, լավ կբարձրացնենք, այդ ձեր խոսույթում անդադ ձեզ եմ անդրադառնում, չգիտեմ ինչի ներեցեք, եթե մենք ունենանք բարձր արտադրանք, ապա կկարողանանք ստեղ։ Եկեք փաստացի, հա, ինչ ունենք, այն ունենք։ Մենք ունենք այս պահին ջախջախված իրավիճակ։ 7 օրից ընտրություններ են։ Ամեն ինչ արտադրողների դիմաց փակվել է։ Լիքը խնդիրներ ունենք, թրիփի հարցը, չենք հասկանում ով է ճիշտ, ով է սխալ։ Ուզում ենք Արցախի հարցի վրա, չգիտես ինչի խաչքար դրեցինք 100 տարվա ճակատագրով, հա, ինչ կարող ենք անել։ Պետք է միասնական, օրինակ ես այսպիսի մի բան ասեմ, հա, համակիրներ, համախոհներ, միանշանակ մտածողներ, նույն ճանապարհով գնացողներ մեր կուսակցության պատվավոր նախագահան դոկ կուսակցության Վարդան Ղուկասյանը բազմիցս նույն գաղափարակիրներին հրավիրել է, որպեսզի միանանք, չլինեն առաջիններ, երկրորդներ, երրորդներ կամ, չգիտեմ, ինչ որ այլակերպություններ չլինեն, որովհետեւ մեկը չարձագանքեց, այսինքն բոլորը ամեն մեկը պարանը վերցրած իր կողմն է քաշում եւ չի ուզում գա գաղափարի շուրջ մոտիկ միանալ եւ երկիրը հանենք այս իրավիճակից։ Հարցս հետեւյալն է։ Խնդրում եմ ասեք մոտակա ապագայում ինչ ճանապարհներ ենք տեսնում մեր տնտեսական այս կոլապսային վիճակը ԵՏՄ անդամ պետությունների հետ հանելու իրավիճակից մեր երկիրը, որպեսզի ժողովուրդը այսքան չտուժի։ Շնորհակալություն Տիկին Արաքելյան։ Առաջինը շատ կարճ պատասխանեմ նրան, թե ինչու է անընդհատ Ադրբեջանը ասում, որ դա միջանց կա, ու մեր մոտ էլ ոնց որ թե իբր թե չեն հասկանում, թե այդ ինչի ասում, որ միջանց կա, որովհետև այդ 42 կիլոմետրը որպես այդպեսին որևէ լուրջ արժեք իր հետ չի բերելու։ Այսինքն Ադրբեջանը հիշացնում է, հիմա արդեն ասում է, որ այնտեղ կանգնելու է հերթ, որը չկարողանա սպասարկել հայկական կողմը։ Այսինքն եթե եկան, կանգնեցին եւ բեռնափոխադրումները տեղափոխվելու են, ինչպես իրենք են ներկայացնում 1 միլիարդից ավել մարդու համար, միջանկյալ ճանապարհը դա կոչվում, սկսվում է Չինաստանից, գալիս է գնում է Եվրոպա, Ադրբեջանի վրայով 60 կիլոմետր հսկայական մեխանիզմներ են կառուցված, որպեսզի այդ բեռները կարողանան։ Պարոն Խաչատրյան, կներեք, դուք կարծում եք 1 միլիարդ մարդ գալու է Մեղրիով անցնի։ Ոչ, 1 միլիարդ մարդու համար ապրանքներ են տեղափոխվելու, այսպես է ներկայացնում Ադրբեջանը։ Եվ մենք էլի վիճակի չենք էլ լինելու սպասարկենք։ Օրով ավելի կարճ է, քան առավել կարճ բոլոր ճանապարհները։ Ինչից ելնելով, եթե կանգնեց հերթ, դուք սկսելու եք վճարել տուգանք միջազգային բոլոր օրենքների համապատասխան։ Այսինքն դա լինելու է միջանցք, այնտեղից պետք է ուղիղ կարողանան անցնել։ Եկամուտ կարելի է հետապնդել այդտեղից, եթե տնտեսությունից ենք խոսում, երբ որ համայն Հայաստանի երկաթուղիները կաշխատեն որոշակի ծանրաբեռնվածությամբ, բայց այդտեղ էլ գոյություն ունի ծայրահեղ մի խնդիր, որ գոյություն ունեցող առևտուրը այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հնարավոր է եւ լրտեսության շրջանակն լինի, չմոռանամ եւս մի անգամ հիշեցնել, որ նույն Էրդողանը հայտարարեց, որ իսկ ինչի պետքա Զանգեզուրը չունենա, տվեք Զանգեզուրին ավտոնոմիա, այնգեր ավտոնոմիան կարող է ունենալ միայն էթնիկական տարբերություն ունեցող զանգվածը, որը բնակվում է այդտեղ, չկա այդ զանգված, դուք ուզում եք եկեք 300,000 այդտեղ բնակեցնեք, այդ ուրիշ հարց է, բայց եթե մեզ է վերաբերում հարցը, մենք պետք է վտանգների մասին խոսանք տնտեսությունից եւ պարզ պատկերացնենք, որ մենք ունենք այդ տնտեսության, այսպես ասած,
մեր ակադեմիայի արդեն այն ժամանակվանից իրականացրած հետազոտությունները, որը ուղղակի կապով, ասենք, կարելի է կապել Հայաստանի հետ եւ վեր բարձրացնել, եթե ունենք լուրջ քաղաքական Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես մի հատ կարճ լրացում անեմ, մենք ունենք հաշվարկներ, որ թրիփը տնտեսապես ընդամենը տարեկան 30-40 միլիոն դոլարի Այդ հատամ դա ինչ է, էլի, հա։ կոպեկներ են մեր։ Այո, իհարկե։ Բայց պարոն Խաչատրյանը ասում էր, որ 1 միլիարդ մարդու Ադրբեջանն է դա ասում, որ 1 միլիարդ մարդու հետ կապ է եւ այդ ապրանքները պիտի գան ու դուք կարծում եք, որ Հայաստանը չի կարող սպասարկել, դուք չեք կարող ստուգել։ դուք կարծում եք Հայաստանը չի կարող Իրենք են կարող Ես սպասարկել։ մի հատ ռետորական հարց տամ, միջանցքում, երբ որ լինի ինչ-որ միջադեպ, որ օրենսդրությամբ պետք է քննվի այդ հարցը։ Պարոն Եղազարյան, Խնդիրը ես հենց ուզում նա է, եմ որ հասկանալ Հայաստանի միջև ձեր արձագանքի նախատեսված ապրանքները, Եկամուտը եթե 30-40 միլիոնն է, դա եկամուտ չի։ Ես նորից կրկնեմ, եկամուտ կարող է լինել, եթե Հայաստանի ողջ երկաթուղիների ցանցը աշխատի։ Այդ դեպքում կարելի է խոսալ լուրջ եկամուտից։ Իսկ վերադառնալով ձեր հայտարարությանը, որ 30-40 Հայաստանը չի միլիոնը կարողանա սպասարկել եւ եկամուտ չի ստանա, ճիշտ ենք հասկանում ձեզ։ Մենք կարողանանք, այսինքն նրանք կհասնեն այն բանին, որ վերջին հաշվով դա կդառնա միջանցք։ Պարոն Եղազարյանը ասում է եկամուտները չնչին են լինելու, դուք ասում եք Հայաստանը չի կարող սպասարկել 1 միլիարդ մարդու համար նախատեսված։ Ես էլ գիտեմ, որ եկամուտ ամենասկզբից ասի, որ եկամուտ կարելի է ունենալ այնպիսին, որը բյուջեի վրա կարող է ունենալ ազդեցություն, եթե ընդհանրապես երկաթուղիները Հայաստանի աշխատեն։ Այո։ Բայց այդ աշխատացնելու հարցը շատ ավելի ծանր երևույթ է, քան մենք պատկերացնում ենք։ Եթե հաշվի առնենք Վրաստանի քաղաքական Մի կողմից ապրանքները այնքան շատ կլինեն, որ չեն կարող սպասարկել, մյուս կողմից եկամուտը քիչ կլինի։ Ուրեմն մյուս կողմից պետք է նաև վտանգները Այո, բարձրաձայնել, պետք է բարձրաձայնել, համաձայն եմ ձեզ հետ, դուք ցանկանում եք արձագանքել։ Այո, ցանկանում եմ արձագանքել հետեւյալ մոտեցմանը, որ մտածում ենք, որ մեր երկաթուղիների ամբողջական շահագործմանը մենք շատ դժվարությամբ կհասնենք։ Ես դեմ չեմ, միգուցե ես չեմ կարող պնդել, մասնագետ չեմ կարող, բայց գիտեք ինչ, ցանկությունը եւ հնարավորությունները, եթե բերում ենք, տեսեք, համագործակցում են իրար հետ, ասում եք արտաքին ներդրողներ, չէ՞։ Ահա եւ մի տեղ, մի ոլորտ, մի ուղի, որտեղ կարող են արտաքին ներդրողները մասնակցել, հա, ունենալ իրենց որոշակի ժամանակահատվածում ունենալ իրենց հետապնդող եկամուտները եւ ինչու՞ չի օգնել Հայաստանի Հանրապետությանը այդ նույն երկաթուղիները անել։ Եվ երկաթուղիները կարող են հենց ավարտել քանի վարքյանով ուղղակի, մի հատ ավարտել էլի։ Ներեցեք, ավարտեմ, չեմ ավարտել։ Եվ այդ երկաթուղիները, տեսեք, մենք նաև մեծ ստրատեգիական նշանակություն ունի մեր համար Պարսկաստանը, չէ՞։ Մենք էլ այդ երկաթուղիներով կարող ենք գնալ Պարսկաստան եւ այնպիսի առևտուրանել եւ այնպիսի եկամուտներ, հա, հետապնդել, որ միջանցքը կարելի ասել կմնա երկրորդ պլան։ Շնորհակալություն, խնդրեմ։ Ուղղակի շատ կարճ ասեմ, որ ձեր ասածով այդ ներդրողները, բոլորը ովքեր որ գալու են, մեր հարգելի ընկերոջ ասած, որ չի ուզում պետության հետ գործ ունենալ, դրանք հակառակը բոլորն ուզում են պետության հետ գործ ունենալ եւ խնդրում են, որ թեկուզ 10, 15, 20%-ով իրանց գործի մեջ մտնի պետությունը։ Շնորհակալություն Տիկին Առաքելյան, բայց Աննա մինչև հաջորդ հարցը պարոն Եղազարյանին կարճ խնդրում եմ, դուք էլ եք ցանկանում ինչ-որ բան ասել։ Կարճ։ Հայաստանի տնտեսության զարգացումը թաքնված է այլ տեղ։ Այսօր մեր տնտեսությունը սպառող տնտեսություն է։ Մենք պետք է մեր սպառող տնտեսությունից վերածենք արտադրող, արտահանող։ Այստեղ է արդյունքը թաքնված։ Ինչ էլ անենք, մենք սպառող ենք։ Մենք պետք է մեր տնտեսությունը փոխենք դեպի արտադրողի։ 20 վայրկյանանոց ակնարկ։ Խնդրեմ Աննա։ Պարոն Մովսիսյան, ձեր հետն է հարցեր ձևակերպելու։ Շատ լավ։ Ուրեմն իմ հարցը պարոն Տերտերյանին է։ Պարոն Տերտերյան, ընդամենը 3 տարի առաջ, երբ որ ձեր ուժը մասնակցում էր Երևանի քաղաքապետի ընտրություններին, իր նախընտրական ծրագրում բացարձակ ոչ մի կետ չկար Երևանի տրանսպորտի գների թանկացման, կարմիր գծերի թանկացման եւ այլ թանկացումների մասին։ Որ ձեր ծրագրում կար, որ ձեր կոալիցիոն գործընկեր ԿՊ-ի ծրագրում կար։ Ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը ընտրվելուց 3 ամիս հետո ԿՊ-ն եւ Հանրապետություն կուսակցությունը իրար հետ որոշեցին թանկացնել եւ տրանսպորտը եւ կարմիր գծերը։ Հիմա հարցս,
ինչպես վստահ լինենք, որ եթե դուք ընտրվեք, եթե լինեք ազգային ժողովում, այդպիսի նախագծեր, օրինակ, ավելացած արժեքի հարկը չեք բարձրացնի, շրջանառության հարկը չեք բարձրացնի, եկամտային հարկը չեք բարձրացնի եւ այլն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Ասեմ ձեզ, որ տրանսպորտի թանկացումը ժողովրդի մոտ դրական արձագանք է ունեցել, ինչու, որովհետեւ որակը ավելի շատ է բարձրացել որակի, քան գնի թանկացում։ Ասենք, եթե որակը ավելացել է կրկնակի, իսկ գինը թանկացել է 50%-ով։ Հիմա, իսկ ինչ վերաբերում է կներեք ավարտեմ, դուք արձագանքին հարություն կունենաք։ Տեսեք, իսկ ցանկացած սպասարկում, եթե համապատասխանում է որակին, ժողովուրդը ընդունում է դրա, ուրեմն, գինը։ Եթե ժողովուրդը չընդունի դրա գինը կամ գտնի, որ մեր քաղաքային իշխանությունները սխալ բան են, իրանք ամսի 7-ին իրանք քվեով կհաստատեն իրենց մոտեցումները։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս բոլոր կառավարող օղակներին, դա կլինեն քաղաքային իշխանություններ, դա կլինեն հանրապետական իշխանություններ, թող իրենց սպասարկման որակը հանդեպ ժողովրդի, հանդեպ սպառողի բոլոր ոլորտներում, ոչ միայն տրանսպորտի, բոլոր ոլորտներում թող սպասարկման որակը բարձրացնեն, սպառողը պատրաստ է լավագույն ծառայությունների դիմաց վճարել ավելին։ Իսկ ինչ վերաբերում է մեր խոստումներին կամ մեր ծրագրերին, խնդրում եմ ծանոթանալ մեր ծրագրերին, մենք մեր ծրագրերի հետևից գնալու ենք։ Պարոն Տերտերյան, դուք այստեղ քիչ առաջ ասացիք, որ ձեր եւ քաղաքացիական պայմանագրի մոտեցումները տնտեսական 180 աստիճանով տարբերվում են, ճիշտ եմ, չի ասում։ Բայց դուք նաեւ հայտարարում եք, որ ազգային ժողովը անցնելուց հետո չեք բացառում կոալիցիան քաղաքացիական պայմանագրի հետ։ Ինչպես եք պատկերացնում այդ ուրեմն հակասությունը լուծել տնտեսական ոլորտին։ Այո, մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ, որ կոալիցիա կազմելու դեպքում կոալիցիան պետք է կազմվի մեր պայմաններով, այսինքն մենք այն տնտեսական գաղափարները, որոնք որ դրել ենք մեր ծրագրերում, քաղաքացիական պայմանագիրը պիտի փոխի իր մոտեցումները 180 աստիճան։ 180 աստիճան պետք չի փոխել, պետքա փոխել 90 աստիճան, 90-ը մնա իրանց, 90-ը մնա մեզ։ Մեր գաղափարները, մեր ծրագրերը պետքա առավելագույնս ընդունվեն իրանց կողմից, որպեսզի մենք կազմենք կոալիցիա։ Պարոն Մովսիսյան, արձագանքի հնարավորությունն եք։ Նախ ուզում եմ նշել, որ մեր պայքարի արդյունքում թանկացավ 50%-ով, ինչպես դուք եք շեշտում, որովհետև թանկանալու էր 3 անգամ։ Այդ մեր պայքարի արդյունքում վերջին պահին դուք եւ ԿՊ-ն միասին որոշեցիք, որ որպեսի հանկարծ ժողովրդական ալիք չբարձրանա, դրա համար թանկացավ, իսկ ընդհանուր առմամբ ժողովուրդը գնահատականը կտա, բայց իմ հարցի պատասխանը, թե դուք ինչքանով վստահ լինենք, որ դուք ընտրվելու դեպքում որևէ հարկատեսակ չեք բարձրացնելու, ես չստացա, շնորհակալություն։ Պարտադիր չի, որ դուք վստահ եք, ընտրողը ինքը կորոշի, էլի, մենք կատարենք մեր խոստումները, թե ոչ։ Ձեր երկրորդ հարցի իրավունքը։ Հարցը, երկրորդ հարցը կարող եմ տալ։ Շնորհակալություն։ Երկրորդ հարցը Տիկին Առաքելյան ձեզ է ուղղված։ Ուրեմն ձեր կուսակցության ղեկավարը բավականին տգեղ ձևով եւ տգեղ արտահայտություններով հետեւյալ հարցերի մասին է խոսում, օրինակ, քանդելու ենք այս բնակարանային համալիրը, քանդելու ենք այս, պետականացնելու ենք այս։ Հիմա դուք մի քիչ առաջ ասում եք, որ եկեք եթե ապայով չխոսենք, եկեք խոսենք փաստացի։ Հիմա փաստացի մարդիկ այդտեղ ապրում են, մարդիկ տունը գնել են, շինարարություն են արել, վերանորոգել են։ Ոնց եք դա պատկերացնում։ Եվ հարցս էլի սրա հետ կապված ներդրողները, մեր օտարերկրյա տեղացի ներդրողները ինչքանով են ապահովագրված լինելու, որ իրանք ներդրում անելու դեպքում ինչ որ մի որոշ ժամանակ հետո չեն գալու ասեն քանդելու ենք, սեփականացնելու ենք, փշրելու ենք եւ այդ ամենը շատ բոլորիս հայտնի կեղտոտ բառապաշարով։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, վերջում կանրադառնամ այդ բառապաշարի բացմանը։ Հիմա ես ասեմ այդ քանդելու կամ պետականացնելու կամ մյուս, հա, տների հետ կապված հարցին։ Տեսեք, նախապես մեր հարգարժան պարոն Վարդան Ղուկասյանը ինչ է ասում, մինչև դա ասել է, չէ՞։ Անհիմն տրվել են բազմաթիվ շին թույլտվություններ, որոնք որ հնարավորություն չունի հետո սպասարկվելու։ Նույն ջրի հնարավորությունը ծավալները, հոսանքի հնարավորությունը ծավալները, մեքենաների հնարավորությունը, ծանրաբեռնվածությունը ծավալները, ով որտեղ մտքով անցավ ուզեց շենք սարքի, 21 հարկանի ստացավ թույլտվություն։ Վաղը մյուս օր օրինակի համար, ասենք ինչ որ մի հատ կոլապսային վիճակ տեղի ունեցավ, Աստված ոչանի, երկրաշարժ, պատերազմ, հրդեհ, չգիտեմ ինչ որ մի բան։ Ինչպես եք պատկերացնում տարհանումը մարդկանց, պանիկան մարդկանց, հա, մեքենաների շարժը եւ այդ
ամենի բացատրությունը դուք վերջն եք լսում, թե նա ինչ ասեց։ Ինչի համար ասեց, Իսկ քանդելու դեպքում ինչպես եք պատկերացնում դա։ Որովհետև եթե ինչ-որ մի վայրում բարձրակ 21 հարկանի շենք են կառուցում, որը որ հետո չի սպասարկվելու ոչ ջուրա ունենալու, ոչ հոսանք անելու, ոչ մեքենաները կանգնելու տեղ են ունենալու, ոչ կանալիզացիա ունենալու, հա կոյուղի ունենալու։ Այդ ամեն ինչը չի սպասարկվելու եւ այդ բարձր որակը չի ստանալու։ Տիկին Արաքելյան, իսկ այդ շենքերը արդեն հանձնված քանդելու դեպքում այդ մարդկանց ընդհանրացված բաների մասին եկեք չխոսենք, ինչ որ հարցը դրանում չի, հարցը նրանումն է, որ այո, եթե նախապես պետք է հասկանալ, արդյոք կարելի է այդտեղ 21 հարկանի շենք կառուցել եւ դա կսպասարկվի։ Հիմա կպատասխանեմ, հերթով պատասխանեմ նոր, հա։ Տեսեք, հարգելիս, ուրեմն այդ նշանակության օրինակի համար ներդրողը պետք է նախ առաջին ներդրողն է խապված, որ վաղը միսօր այդ շենքը կարողանալ ինքը սպասարկի։ Մենք ունենք այս պահի դրությամբ շատ դեպքեր, որ շենքը կառուցվել է եւ չեն կարողանում շահագործման հանձնել, լինելով այդ ինչ են ասում, հանդիպելով տարբեր խնդիրների, տարբեր հիմա այդ նույն բանը ասվում է սկզբից, որ այս քաղաքում սահմանափակ հնարավորություններ կա գետի տակով անցած գազուղիների, ջրուղիների, կանալիզացիաների հետ կապված։ Ինչի համար եք սարքում, եթե վաղը դա անհրաժեշտություն է լինելու քանդելու։ Եվ այո, եթե կան անհրաժեշտություններ, որոշակի շենքեր նոր սարքված կամ դեռ չբնակեցված քանդելու, այո, պետք է դրանք ապա մոնտաժվեն, որտեղ կողքի բառապաշարի մասով ասեմ հետեւյալը։ Հիմա սենց մի հատ իրավիճակ պատկերացրեք, որ ինչի է այդ բառապաշարը օգտագործում։ Դուք ունեք ինչ-որ տուն, ինչ-որ հողամաս, հա, ունեք այդ տանը, կենդանիներ եք պահում, կին ունեք, երեխաներ ունեք ու դիմացիդ հարևանը գալիս եք տուն, տեսնում եք դիմացի հարևանը հողի կեսը վերցրել է, տանը կեսը գրավել է, հավերի կենդանին հետ մորթել է, կերել է, կնոջը բռնաբայել է, 18 տարեկան երեխուդ էլ սպանել է։ Խնդրում եմ արձագանքեն, թող բոլորը արձագանքեն։ Որևէցե մի հայոյանք կլսեք, մի րոպե տեսեք վերջացնեմ։ Բոլորը կարձագանքեք նույն կերպ։ Ինչի է Վարդան Ղուկասյանը այդպես արձագանքում, որովհետև նա բազմիցս նշել է. Իմ երկիրը իմ տունն է։ Եթե դուք իմ տունն եք քանդում, ես կքանդեմ ձեր տունը։ Եթե դուք իմ պախարակում եք իմ կնոջի, իմ երեխային եք տանում հենց այնպես թաղում, ես էլ կթաղեմ ձեր երեխային եւ կպախարակեմ ձեր կնոջը։ Այն հանգամանքը, որ Իսկ չեք կարծում, որ այդ տեսակ բառապաշարը նույն զոհված կնոջ, զոհված երեխայի մորը եռաբլուրից ոտքով ձեռքերով քաշտալով տանում են, նույնիսկ կանայք էին այդ ժամանակ հայհոյում։ Եվ եկեք հասկանանք, եթե մի մարդ հայտնվում այն իրավիճակում, որ իրան հայհոյում են, երկու կողմը կա, չէ, հայհոյողը եւ հայոյանք ստացողը։ Թող առնվազն այդ հայոյանք ստացողը իրան հարց տա, ինչի հայտնվեց այդ իրավիճակում։ Առնվազն 50% մեղավորությունը իրանն է։ Եթե ես ինչ-որ մի լավ կամ վատ իրավիճակում հայտնվում եմ, փորձում եմ ինքս վերլուծել, ինչի հայտնվեցի այս իրավիճակում։ Եվ առաջինի մեջ եմ ուղղում այդ սխալը, եւ երկրորդը նրա մեջ։ Իսկ ինչ մնում է բառապաշարին, այո, մեր կուսակիցները բազմիցս իրան ասել են, խնդրել ենք, հորդորել ենք, առաջարկել ենք, օրինակներ ենք բերել, որ պետք չի նման բառապաշարով առաջնորդվել։ Պետք չի, դա վտանգ է, վտանգավոր է եւ հետագա մեր կուսակցության համար եւ ձեր անձի համար եւ նաեւ ինչու՞ չէ մեր համար։ Այո, ես ընդունում եմ ձեր խոսքը, որ բառապաշարը, բառամթերքը գեղեցիկ չէ, ոչ մեկի նույնիսկ տղամարդկանց ականջին դա չի լսվում։ Հուսով եմ, որ հետագայում, երբ որ մարդը կունենա գործիքակազմ, մարդը կունենա օրենք, մարդը կունենա գործիքներ, ամեն ինչը կառավարել օրենքի շրջանակներում, բառապաշարը կմնա երկրորդ պլան, համոզված եղեք։ Մի անհանգստացեք։ Արձագանքել եթե երկար արձագանքեմ։ Իհարկե 30 վայրկյանում փորձեք տեղավորվել, բայց դե պատասխանը տևեց 4 րոպե, էլի երկու անգամ ավելի։ Ես ներողություն եմ գնում։ Ուրեմն նախ նույն հայոյանքների բառապաշարի հետ կապված։ Գուցե ինչ որ մարդկանց տեղին, բայց նաև շատ մարդկանց անտեղի հայոյանքներ ամենավերջի ձևի, ես ուղղակի զարմանում եմ, անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ դա արդարացնում։ Ես դրա համար զարմանում եմ։ Ես արդեն ասեցի ինչու եմ արդարացնում։ Չէ, ես ասում անտեղի, գուցե ինչ որ մարդկանց տեղին է հայոյանք եղել, բայց շատ մարդկանց դեռիվ անտեղի։ Հիմա իմ հարցը հետեւյալն է. դուք ասում եք, եթե ապաները մի կողմ դնենք, եկեք խոսենք փաստացի։ Ես ձեզ ասում եմ, փաստացի հարյուրավոր մարդիկ, հարյուրավոր դա միլիոնավոր դոլարների հարցեր է այստեղ։ Մարդիկ ապրում են այդտեղ։ Ձեր ղեկավարը ասում է, ես այդտեղ այդ քանդելու եմ։ Մարդիկ արդեն այդտեղ ապրում են։ Ինչպես հարցս այդ է։ Ոնց է քանդելու։ Հավաստիացնում եմ ձեզ, որ Վարդան Ղուկասյանը շատ բարի կամեցող անձնավորություն է։ Կներեք, բայց երկրորդ շրջանով էլ չենք կարող գնալ նույն հարցերին պատասխանելու համար։ Հիմա պատասխանեմ նորից արձագանքեմ, ինչ անեմ, ասեք անեմ։
Պարոն Մովսիսյանի Պատասխանեք։ արձագանքը ներառում էր արդեն հռետորական հարց, որովհետև ինքը այլևս իրավունք չունի ձեզ հարց Բայց տալու։ Տիկին Արաքելյան, Այո, լսում ես եմ։ հիշեցնեմ, որ վերջի փուլում դուք բոլորդ կունենաք հնարավորություն ամփոփիչ խոսքի եւ այնտեղ դուք կարող եք, եթե ցանկանում եք, արձագանքել նաեւ այս հռետորական Մեծ սիրով։ հարցին։ Այո, պարոն Աջինյան, դուք ունեք երկու հարցի հնարավորություն, խնդրեմ, ում եք երկու մարդկանց պետք է ուղեք, ում եք ցանկանում ուղղել ձեր հարցերը, խնդրեմ։ Շնորհակալություն, հարցս կուղեմ պարոն Տերտերյանին։ Պարոն Տերտերյան, նշեցիք, որ բարձրացնել տնտեսության դերը տարածաշրջանում եւ նշեցիք, որ 3 միլիարդ բարկ վերցնել, որպեսզի կարողանաք տնտեսության դերը բարձրացնել։ Հարցս հետեւյալն է. չեք կարծում, որ մեծ արտագաղթ կունենանք։ Շնորհակալություն հարցի համար, ես չեմ կարծում մեծ արտագաղթ կունենանք, ինչը որովհետև երբ որ դու վերցնում ես 3 միլիարդ դոլար եւ ներդրում ես տնտեսության մեջ, դա բերում են լրացուցիչ աշխատատեղեր, բերում են լրացուցիչ ներդրումներ, պահանջում են նոր մասնագիտություններ, պահանջում են որակավորված մասնագետների ուրեմն մեծ պահանջարկ եւ այդ դեպքում հակառակը ներգաղթի խնդիր կունենանք, որովհետեւ կունենանք աշխատուժի պակաս, այսինքն երբ որ դու տնտեսության մեջ ներդրումներ անես, այն էլ 3 միլիարդի չափով, հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն եւ կխթանեն ոչ միայն արտագաղթի նվազման, այլ ընդհակառակը ներգաղթի ավելացմանը։ Խնդրեմ, եթե ցանկանում եք, կարող եք արձագանքել։ Իհարկե կարձագանքեմ, տեսեք, քանի որ պարտքը տարեստարի ավելանում է, արտաքին պարտքը, դա բերում է արտագաղթի եւ բերում է ճիշտ եք ասում, նոր աշխատատեղեր է բացվում, նոր աշխատուժ է, այսինքն զարգանում է տնտեսությունը, բայց եկեք նայենք մյուս կողմն է, որ երիտասարդությունը չունենալով ճիշտ ուղի, այսինքն ճիշտ նպատակ տնտեսության մեջ, այսինքն չի տեսնում իրան տնտեսության մեջ եւ տեսնում է հասկանում է արտաքին պարտքը ինչքան մեծ է եւ իրեն տեսնում է այստեղ ոնց որ սպառող իր վրա չվերցնելու դեպքում մարդիկ շատերը թողում են գնում են պետությունից։ Շնորհակալություն, կներեք, ես մի րոպե 20 վայրկյան ունեի էլի իմ հարցի պատասխանը մեջ, բայց քանի որ արձագանք եղավ, խնդրում եմ Պարոն Տերտերյան, դուք վերջում հնարավորություն կունենաք մի րոպե կորցնեմ։ Դուք երկրորդ հարցի հնարավորություն ունեք, խնդրեմ։ Երկրորդ հարցս կուղեմ պարոն Խաչատրյանին։ Հարցս հետեւյալն է. եթե 5 տարի տանք ձեզ դուք լինեք, այսինքն ազգային ժողովում 5 տարի ուժ որպես ուժ աշխատեք, ինչպիսի բարեփոխումներ կբերեք տնտեսության մեջ եւ ինչ նոր առաջարկներ կառաջարկեք, որպեսզի տնտեսության դերը բարձրանա։ Ուրեմն առաջին հերթին մտածում եմ, որ այսպիսի ներդրումային ատլասներ լսել եք։ Ներդրումային ատլասները դրանք մեր ակադեմիայի ներկայացուցիչների, ինչպես նաև արտաքինից եկած բարձրակարգ գիտնականների հետազոտության արդյունքում բացահայտված Հայաստանի հնարավորություններն են, որոնք կարող են ճշգրիտ ներդրումների դեպքում վեր բարձրացնել տնտեսությունը եւ հասցնել այն մակարդակին, որին մենք երազում ենք։ Իսկ երազում ենք այն, որ մեկ պարամետր բերեմ, հաջորդ սերունդը համարի, որ իր հնարավորությունները ավելի բարձր են, քան նախորդ սերունդն էր, որովհետև մեր ներկայիս սերունդը չունի այն պատկերացումը, որ ինքը ունենալու է տուն, ունենալու է ընտանիք եւ այլն, որովհետև գնալով իջել է այն տնտեսական հնարավորությունները, որոնք սերունդները ունեցել են։ Եվ եթե մենք այստեղ չենք կանգնելու դրա վրա, մենք առանցքային խնդիրները չենք կարողանալու լուծել։ Մենք պետք է լինենք պաշտպանված եւ այս տեսակետից մենք պետք է լինենք այնպիսին, ինչպիսին եղել ենք, երբ որ Խորհրդային Միությունը քանդվել է։ Այսինքն մենք եղել ենք փոքր երկիր, բայց գիտական իմպերիա, որը ի վիճակի էր լուծել հարակից բոլոր երկրների գիտական հարցերը։ Ես լավ հիշում եմ, որ գալիս էին Նոբելյան մրցանակակիրները, որ մասնակցեին կոլոկվիումներին ֆիզիկայի ինստիտուտում, որովհետեւ մասնակցեին, իմանային գիտությունը ուր է գնում։ Մենք ստեղծել ենք այն, ինչը մինչև այսօր դեռևս չենք էլ ասում։ Եվ եթե մենք գիտությունը կարողանում ենք բարձրացնել, իսկ այդ գիտությունը ունի իր դրսևորումները տարբեր տեղեր։ Տեսեք, ես իմ վերջին ելույթում, իհարկե, այդ որով ամփոփելու եմ, կխոսեմ նաև նրա մասին, ինչը մենք ուղղակի մոռացել ենք էլի։
մոռացել ենք ընդհանրապես։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, խնդրեմ դուք ունեք արձագանքի հնարավորություն 30 վայրկյան։ Հարցը այսպես ուղղեն, հա։ Արդյոք ձեզ բավարար է մեկ Պիտի արձագանքեք։ հա, արձագանք։ Համեցեք, ես լսում եմ։ Ես արձագանքելու բան չունեմ։ Ինձ բավարար է պատասխանը։ Պարոն Խաչատրյան, հիմա ձեր հարցեր տալու հերթն է։ Ну, ճիշտն ասեմ, իմ մոտ տպավորությունն է, որ մեր պարոն Տերտերյանը հիմա անընդհատ կոմունարների պատի առաջ է կանգնած ու բոլորը փորձում են գնդակարեն, չգիտես ինչ իրանել։ Պատրաստեմ հանուն հայրենիքի։ Կարևորը բոլորը տանձեն եք այստեղ, այնպես որ հարց փորձեմ։ Շնորհակալ եմ մեղմության համար։ Մենք երբ որ խոսում էինք, դուք ասացիք, որ ասենք նոր աղբահաման վայրի խնդիր եք լուծում։ Հակառակի նման Հայաստանը այսօր քաղցկեղի շրջանակում, այսինքն տարածվածության աշխարհի առաջին երկրորդ տեղերն է զբաղեցնում ցավոք սրտի այս տարիների ընթացքում։ Եվ շատ-շատերը պնդում են, որ դրա պատճառը անքանակ աղբահանման վայրերն են։ Ինչն է խնդիրը, որ չեք բարձրացնում այնպիսի մի կարևոր հարց, ինչպիսին է, ասենք, աղբի վերամշակման կենտրոն, գործարան, հզորություններ ունենալը, որպեսզի մենք վերջապես այդ մի հարցը գոնե փակենք։ Մեր ժողովուրդը չի կարող սենց շարունակել, որովհետև իսկապես դրա արտանետումները թունավորում են եւ պղծում են։ Հարցը պարզ էր, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խաչատրյան, ուրեմն աղբանության ամենամեծ խնդիրը աղբ թափելու կուլտուրան է։ Մենք պետք է նախ մեր հասարակության մեջ, մեր ժողովրդի մեջ սերմանենք աղբ թափելու կուլտուրա։ Եվրոպական երկրներում պատասխանատվությունը քաղաքացու վրա դնելու ոչ, ես հերվից եմ գալիս, էլի Աննա ջան, հերվից։ Բայց դուք 2 րոպե ժամանակ ունեք ընդհանուր, շատ հերվից չարժի։ Մենք պետք է ունենանք աղբ թափելու կուլտուրա։ Եվրոպական երկրներում բազմաթիվ աղբամաններ ունեն ըստ իրենց տեսակների գունավորված են։ Նախ պետք է սկսենք այդտեղից։ Երբ որ աղբը արդեն տեսակավորված լինի աղբամանների մեջ, հեշտ կլինի աղբավերամշակման գործարանում դրա տեսակավորումը։ Այդ նպատակով ուրեմն քաղաքային իշխանությունները հայտարարել են մրցույթ Նուբարաշենի աղբավայրում աղբի վերամշակման գործարան կառուցելու համար։ Առաջի մրցույթային փուլը հաղթահարված է 2 տնտեսավարող սուբյեկտ չինական հզոր ընկերություններ հաղթել են առաջի փուլում, մեկը կոնսորցիում է, իսկ մյուսը ուղղակի մեծ ընկերություն է։ Երկրորդ փուլում արդեն 1 ամիս հետո կանցկացվի երկրորդ փուլը, այդ երկուսից մեկը գաղթի այդ աղբավերամշակման կառուցման մրցույթը եւ մոտ 120 միլիոն եվրոյի ներդրումներ պետք է կատարվեն Նուբարաշենում աղբի տեսակավորման, մշակման եւ այն աղբը, որ արդեն հնարավոր չի ուղարկել վերամշակման փուլ, լիկվիդացնելու, վառելու եղանակով։ Կարծում եք այդ վերամշակման գործարանը Աջափնյակ մետրոկայանից առաջ թե հետո կբացվի ժամկետները հասկանալու համար։ Ժամանակագրության տեսակետից մրցույթը ճշգրտող պատասխանեմ ու ձեզ ասեմ, էլի։ Ինչքան է տևել այդ մրցույթը, էլի, ինչքան է որ ընթանում է։ Այդ մրցույթը տևել է 25 թվականի դեկտեմբերի 26-ից, մայիսին առաջի փուլը վերջացել է, հունիսին կավարտվի երկրորդ փուլը, օգոստոսի մեջ կսկսեն աշխատանքները։ Իսկ ինչ վերաբերում է ժամանակագրության տեսակետից, բարձր մետրոյի պահանջները շատ են, եւ մետրոյի կառուցման մենք ինձ թվում է ֆիզիկական փուլին կանցնենք 27 թվականում, իսկ արդեն աղբավայրի վերամշակման ֆիզիկական աշխատանքները կսկսեն 26 թվականի ավարտին։ Շնորհակալություն, դուք արձագանքի հնարավորություն ունեք, պարոն Խաչատրյան։ Ու գիտեք, այսպես ասում էլի, որ անընդհատ գտնվում է փաստաթղթային Ես ձեր հետ համաձայն եմ այդ հարցում։ Մետրոյի փաստաթղթերը հեսա ուր այդ հարցում ձեր հետ համաձայն եմ։ Դրանից բացի հիմա այդ աղբի վերամշակումը հեսա ուր որ այա, բայց այնուամենայնիվ իշխանությունը 18 թվից է, էլի, եթե մեր հիշողությունը դեռևս մեծ չի դավաճանում, ու ինչն է պատճառը, որ այդպիսի կրիզիսային իրավիճակ, որի մասին չենք էլ խոսում, կապված այդ քաղցկեղի հետ։ Սա արդեն հռետորական հարց է, եւ պարոն Խաչատրյան, դուք երկրորդ հարցը կարող եք տալ։ Եթե ցանկանում եք։ Երկրորդ հարցը կցանկանայի ուղղել ձեզ, եթե դուք թույլ կտաք, ինչպես եք վերաբերում նրան, որ գույքահարկը 3 անգամ բարձրացվել է Հայաստանում։ Եթե հարևան Վրաստանի հետ համեմատում ենք, որի հնարավորությունները համադրելի են մեր հետ, այնպես չի, որ դա բանը չի, Քուվեյթը չի, դա Միացյալ Արաբական Էմիրությունները չեն, դա հարևան Վրաստանն է, էլի։ Այնտեղ դա 1% է, եթե ստանում ես մեր ունեցածով,
աշխատավարձ 500,000-ից բարձր ամեն ամիս 1%-ա։ Մեր մոտ երրորդ անգամը բարձրացվում է եւ անհասկանալի է թե ինչի այդպիսի աներևակայերի ծավալներով եւ խորհուրդ է տրվում թե այ եթե մարդը չի գիտակցում որ ինքը տարեցկին է եւ ապրում է Երևանի կենտրոնում այդ տունը արժի արդեն $500,000 ինքը պետքա թողնի գնա մի որևէ տեղ իսկ այստեղ բիզնես մի հատ օպերացիա անի գա մեկը Պարոն Խաչատրյան, ժամանակ ավարտվել է, բայց ոնց եք նայում այդ հարցին էլի։ Տեսեք, Երրորդ անգամ բարձրացվել է, դա այդ հարցին մենք նայում ենք շատ վատ, ասեմ ինչու, որովհետև որ օբյեկտիվ է։ Ասեմ ինչու, որովհետև դաժե անգամ երբ որ բնակարանը բարձրում է, բնակիչը, հա, նաև դա չի համապատասխանում աշխատավարձերի բալանսը չի ոչ մի կերպ դա այդ բալանսը չի կարգավորվում, դա շատ վատ է։ Տեսեք, օրինակ վերցնենք աշխատավարձը մինիմալ 75,000 դրամ է, բայց տան վարձերը 250,000 դրամ են։ Դա նորմալ չի։ Այս երևույթը պետք է վերանայվի, միանշանակ պետք է նվազեցնի, ամենայն լրջությամբ դա պետք է նվազեցնի, թե վարձերը, թե գույքահարկերը, թե հարկային դաշտը, թե վարկային բեռը, վարկային տոկոսները, այս ամեն ինչը պետք է վերանայվի, բայց քանի որ քաղաքացիական պայմանագրից չկա մարդ, որպեսզի ես հարց ունեի իրան ուղղելու, տեսեք, ուզում եք վերահասցրագրեք այդ նույն հարցը։ Ցանկալի կլիներ, որպեսզի լինեին քաղաքացիական պայմանագրից։ Այս բոլոր հարցերը բերում են նրան, որ թե հարկային դաշտը, թե վարձերը, թե բոլոր համակարգերում բարձրացում է տերել, նաև գնաճ է եղել։ Համարում եք, որ դա սուբյեկտիվ երևույթ է, էլի, որովհետև դա օբյեկտիվ պարամետրերով որևէ կերպ չի բնութագրվում։ Պարոն Խաչատրյան, արձագանքելու հնարավորություն։ Իմ տեսանկյունով պետք է բոլոր տնտեսական համակարգերը դրվեն պետական սեղանին եւ ըստ մասնագիտական մոտեցումներով բոլոր տեսանկյունները վերանայվի։ Գիտեք, ես այստեղ շատ կարևորում եմ, որ մի քիչ տնտեսությունից էլ դուրս է դա, բայց հասարակական արդարացիություն պետք է լինի։ Հասարակական արդարացիություն, այսինքն այն ամենը, ինչը մենք անում ենք, պետք է դիտարկենք այդ պրիզմայի միջով։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, Աննա, մենք մոտեցանք վերջին փուլին, այս փուլի ընթացքում հարգելի հյուրեր, դուք ունեք 2 րոպե ժամանակ ձեր մտքերը ամփոփելու եւ ներկայացնելու հանրությանը։ Եվ այս փուլում մենք եւ մյուս մասնակիցները ձեզ ընդհատելու, հավելյալ հարցեր տալու հնարավորություն էլ չունեն։ Եվ ցանկություն էլ չունենք։ Խնդրեմ, պարոն Եղիազարյան։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին այսպիսի խոսքերով. արդարությունը գալիս է, իրապես միասնության թևերը գալիս է բերելու արդարություն, արդարություն անվտանգության ոլորտում, արդարություն կրթության ոլորտում, արդարություն տնտեսության ոլորտում, արդարություն դատական իշխանության ոլորտում, արդարություն ամենուր։ Եվ մեր ուժը այն ուժն է, որը պետք է պահպանի այն ազգային արժեքները, որ այս իշխանությունը ամեն գնով փորձում է ոտնահարել, ոչնչացնել, ուրանալ մեր պատմական հիշողությունը։ Թիմը այն պրոֆեսիոնալ թիմն է, որ բոլոր ոլորտներում ունեն լուծումներ, ամեն ինչ մշակված է եւ մենք իրատեսական ենք տեսնում այն ամենը, ինչ որ մենք պլանավորել ենք եւ ծրագրում ենք անել մեր իշխանության դեպքում։ Եվ ես կոչով դիմում եմ մեր ժողովրդին, ընտրություն կատարելուց ընդհատեղամասում դուք միշտ մտածեք, ով է լինելու ձեր երեխաների ապագան կերտողը, ում եք ձայն տալիս, ում եք վստահում այդ մեր սերունդների ապագան։ Այս հարցին դուք ձեզ հարց տվեք եւ դրա պատասխանով միայն կատարեք ձեր արդար քվեարկությունը։ Կոչ եմ անում հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ չվախենալ, չընկրկել, առաջնորդվել միայն ազգային արժեքներով, իրական արժեքներով, արդարությամբ եւ ձեր ձայնը տալ մեր ուժին, թիվ 6 քվեաթերթիկին։ Շնորհակալություն։ Պարոն Գյուրջինյան։ Շնորհակալություն։ Նույնիսկ ասելիքս այդքան շատ է, նույնիսկ նախընտրական քարոզ չեմ անի։ Առաջինը, կարծում եմ, մենք քաղաքականություն պիտի բերենք շիթակություն։ Գոնե այս գումարման ազգային ժողովից սկսած փորձենք, չնայած քաղաքական գործիչներ ենք, փորձենք ճիշտը ասել, էլի։
Պարոն Տերտերյան, դե որ միջանցքա էլի, հիմա վատ բան չկա դրա մեջ, միգուցե այդ միջանցքը մեզ բերելու է տնտեսական զարգացման բան, բայց դե միջանցք է։ Հիմա Սուեցի ջրանցքի հետ համեմատեք նույն կանոնակարգումներն է։ Հիմա եթե նա միջանցք է, սա էլ է միջանցք։ Այդ առաջին։ Կոչ եմ անում շիթակության քաղաքական գործիչների։ Երկրորդը մի տեսակ մենք խառնվել ենք ռոմանտիզմի եւ ռացիոնալության մեջ։ Հասկանանք, հիմա մենք ռացիոնալ մոտեցումն ենք որդեգրելու, թե ռոմանտիզմի։ Մի կողմից, երբ որ մեզ ասում են, գիտեք ինչ կա, ԵԱՏՄ-ի հետ կապերը խզեք, ԵԱՏՄ-ից դուրս գանք, Եվրամիության դռները հեսա մեր առաջ կբացվի, ամբողջ աշխարհը մեր ապրանքը կգնի եւ այլն, դա որոշ առումով ռոմանտիզմ է։ Մենք կարող ենք դրան հավատալ, պարոն Տերտերյան, ինքս ուզում եմ դրան հավատալ, բայց այս պահին դա ռոմանտիզմ է, դա քաղաքական ռոմանտիզմ է, որին պետք է ձգտել, ես ձեր հետ համաձայն եմ, բայց մյուս կողմից, երբ որ խոսվում է արցախահայության, Արցախ վերադարձի մասին, մենք պրագմատիկ ենք դառնում, մենք երազելու, մենք նպատակ դնելու իրավունք չունենք, չէ, թե չէ մեր վրա կհարձակվեն։ Պարոն Տերտերյան, իշխանությունն է գալիս։ Արցախի վերադարձի մասին, ոչ թե արցախայության։ Այսինքն Արցախի։ Դա մեծ դա առելի տարբեր բաներ։ Մի խոսքով, եկեք հասկանանք, էլի, հիմա մենք ռոմանտիկ ենք, թե պրագմատիկ ենք։ Տիկին Արաքելյան, այդ առումով ձեր խոսույթի հետ միանշանակ շնորհակալություն շատ, պարոն Տերտերյան, եթե դուք ցանկանում եք արձագանքել, հիմա ճիշտ ժամանակն է եւ դուք ունեք 2 րոպե։ Եվ ես ձայն չեմ կարողանա հանել։ Ուրեմն տեսեք, ես որ ասացի մեր տնտեսական քաղաքականությունը 180 աշճանով տարբերվում է այսօրվա վարվող քաղաքականությունից, ուզում եմ ներկայացնել մեր հանրությանը, որ ոլորտներում են, որ մենք տեսնում ենք այդ տարբերությունը։ Առաջ ամենագլխավոր խնդիրը դա Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որը սահմանված է 6.5%, դա շատ սխալ քաղաքականություն է, պետք է իջեցվի 5 տարում մոտ 3%-ի, բարձր տոկոսադրույքը վերաֆինանսավորման, ուրեմն արգելակում է ներդրումների հոսքը։ Փողի գինը թանկանում է եւ տնտեսության մեջ փողի հոսքը կրճատվում է։ Դրա համար մենք առաջարկում ենք տոկոսադրույքը իջեցնել 3%-ի, որպեսզի ներդրումների ծավալը մեծանան բազմապատիկ անգամ։ Հաջորդ կարևորագույն քայլը մենք համարում ենք սխալ, որ դրամի փոխարժեքի կուրսը այսօր 370 դրամի կարգի է։ Մեր հաշվարկներով այսօրվա դրությամբ պետք է լիներ մոտ 600 դրամ, 1 դոլարի արժեքը պետք է լիներ 600 դրամ։ Ինչ կտա դոլարի փոխարժեքի բարձր կուրսը։ Մեր ներքին արտադրողին կտա մրցունակության բարձրացում, կխթանի ներդրումները եւ արտահանումը եւ կխոչընդոտի ներմուծումը, այսինքն մենք կարող ենք ներմուծումը փոխարինել ուրեմն ներքին արտադրանքով։ Հաջորդ կարևոր քայլը մենք ուրեմն գույքարկի բարձրացումը համարում ենք սխալ քայլ, մենք մեր մոտեցումը հետևյալն է, պետք է գույքը բարձրանա միայն շքեղ գույքի նկատմամբ պետք է բարձրացում տեղի ունենա։ Մնացած գույքերի նկատմամբ պետք է մնա նույնը։ Գույքարկի բարձրացումը չենք համարում ճիշտ քաղաքականություն։ Մենք հաջորդ կարևորագույն քայլը, որ ուզում ենք տարբերվել այսօրվա կառավարությունից, մենք պետք է ոչ թե ունենանք մինիմալ աշխատավարձ հասկացողություն, պետք է ունենանք մինիմալ ժամավճար հասկացողություն։ Շնորհակալություն, պարոն Տերտերյան։ Պարոն Սկաջան։ Շնորհակալություն։ Մենք համոզված ենք, որ տնտեսությունը միայն թվերի կամ աճի թվերի մասին չէ։ Տնտեսությունը նախ եւ առաջ պետք է հանդիսանա պետության անվտանգության ապահովման գործիք եւ պետք է նպաստի պետության ռազմավարական առաջնորդությունների իրագործմանը եւ այս տեսանկյունից դիտարկել կարճաժամկետում տնտեսական որոշակի ազդեցություններ, կարծում եմ, սխալ պետք է լինի։ Մենք պետք է դիտարկենք տնտեսությունը երկարաժամկետում 20, 30 կամ 50 տարվա դրվածքով եւ այս տեսանկյունից մենք կարևորում ենք մի քանի սկզբունք։ Նախ եւ առաջ տնտեսական զարգացումը պետք է նպաստի մեր ինքնաբավության մակարդակի ապահովմանը, նախ եւ առաջ պարենային անվտանգության եւ էներգետիկ անվտանգության առնվազն 70%-ի մակարդակում։ Երկրորդ կարևոր սկզբունքը պետք է հանդիսանա պետության համաչափ զարգացումը։ Այն սկզբունքով, որ տնտեսական աճի արդյունքները պետք է զգալի եւ շոշափելի լինեն ոչ միայն առանձին կենտրոնների, այլ նաեւ բոլոր համայնքների համար, հատկապես եւ մասնավորապես սահմանամերձ եւ առավել կտրված եւ հեռավոր համայնքների համար։
Երրորդ կարևոր առանձնահատկությունը դա սոցիալական բևեռվածության կրճատումն է, հնարավոր բոլոր գործիքների միջոցով։ Եվ վերջին եւ իմ կարծիքով ամենակարևորը դա ներքին արտադրողի ուղղակի եւ անուղղակի խթանումն է։ Հնարավորություն տալ, որպիսի ներքին արտադրողը ցուցադրված եւ հասանելի լինի վերջնական սպառողների համար, անկախ նրանից, թե որ վաճառակետում մենք կլինենք։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր է, որպեսզի մեր սուպերմարկետները, վաճառակետերը եւ այլ առևտրային կետերը չունենան հնարավորություն խուսափելու մեր հայրենական արտադրողի արտադրանքը ցուցադրելու հնարավորությունից։ Եվ այս տեսանկյունից օրենսդրական փոփոխությունները պետք է լինեն առաջնահերթություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Առաքելյան։ Ուրեմն շատ արագ, քանի որ ժամանակը քիչ է։ Նախ եւ առաջ, ինչպես ես սկզբում նշեցի, տնտեսության լավ տնտեսություն ունենալու համար պետք է ունենանք նախ այն երկիրը կամ ունենանք առհասարակ երկիր, որտեղ կունենանք առհասարակ տնտեսություն։ Ինչպիսին կլինի, ինչպիսին չի լինի, կախված է մեզանից, մեր ցանկություններից, մեր իղձերից եւ մեր պատկերացումներից։ Այդ մեկ, քանի որ մեզ բանակ պետք չի, ինչի եմ դա ասում, մեր բարեփոխումներից մեկը անվճար ապահովագրությունն էր, որ դրոշմավճարը 25 թվականի դեկտեմբերին դարձավ ապահովագրավճար, բանակից փողը կտրեցին, տվեցին առողջապահությանը, անունն էլ դրեցին անվճար առողջապահություն, որը որ իրար հետ փոխկապակցված լինելով հանդերձ դառնում է դեպի կոլապսի, կործանման։ Մարդը 3 պրոցեդուրա անցնելու համար հերթականությունների հերթագրումն այնպեսին է լինում, մեկը յուրաքանչյուր դեպքում մարդը կամ այս բարակայում կամ մեջտեղում կամ վերջում դիմում է վճարովի բուժօգնությանը, այդ բարելավման մասով։ Ինչ վերաբերում է տնտեսության հետ կապված հարցերին։ Էլի եմ կրկնում, տնտեսությանը նախ այս պահին մենք պետք է հասկանալ, այս պահին այստեղ այսօր պետք է հասկանանք ինչ իրավիճակի, ինչ արձանագրենք, ինչի դիմաց են կանգնած եւ ինչպես կարելի է լուծել։ Հարևաններն են շատ կարեւոր, շատ կարեւոր են հարևանները եւ ում հետ ինչ շահ ունենք, ճկուն։ Մեկի հետ պետք է երկաթուղի, մյուսի հետ պետք է ԵԱՏՄ, մյուսի հետ պետք է, չգիտեմ, պայքարել։ Ադրբեջանը պետք է ատամ ցույց տալ բանակի տեսքով։ Իսկ երրորդը մեր հարգարժան հյուրին, ասեմ, որ Վարդան Ղուկասյանը երբևիցե անհիմն որևէ մեկի չի վիրավորել։ 99-90%-ով, այո, անթերի մարդ չկա։ Բոլորս էլ թերություն ունենք, առավելևս ինքը, եւ ես, եւ դուք էլ ունեք։ Ինքը սկզբից հայտարարում է, զգուշացնում է, դուրս է գալիս կապի, ժամանակ է տալիս սխալ ուղղելու, նոր արդեն երրորդ թիվ հարցակում է գործում եւ շատ լավ անում։ Եթե որովհետեւ մեկին դա խանգարում է, թող ինքը մտածի, որ այդ իրավիճակին չհասնի, որպեսզի չգա դրան, քանի որ մարդը չունի գործիքներ, չունի օրենք, ստիպված այդ տարբերակով է միջամտում։ Եվ շատ լավ դեպքերում ասեմ, որ դա օգնում է։ Հարցի լուծումը։ Ժամանակն ավարտվել է ձեր, պարոն Մովսիսյան։ Շնորհակալություն, ես չեմ անդրադառնա նախորդ հայտարարությանը։ Ժողովուրդ ջան, խոսքը ձեզ է ուղղված։ Ճառ ասելու ժամանակն անցել է, եկել է զանգ կախելու ժամանակը։ Մեր ուժը Հայկ Մարությանի գլխավորությամբ արդեն ցույց է տվել, որ Երևանի քաղաքապետարանում մինիմալ ռեսուրսներով հնարավոր է ստանալ լավ արդյունք։ Եվ դա մենք կարող ենք։ Մենք ունենք իրատեսական եւ իրական ծրագիր, որին կարող եք ծանոթանալ մեր կայքում։ Եվ ուզում եմ ասել, որ շատ են խոսում բակերում, մասնավոր զրույցներում, եթերում շատ են խոսում, որ մեզ նոր ուժ է պետք, եւ այդ նոր ուժը կա, այն քվեաթերթիկ համար 5-ն է, գնացեք ընտրության եւ ընտրեք քվեաթերթիկ համար 5, որ կառուցենք կարգին երկիր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աջինյան, ձեր հերթն է, դուք ունեք 2 րոպե ժամանակ, խնդրեմ։ Շնորհակալություն։ Հարցս ուղղում եմ մեր հայ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր իրավունք ունեն քվեարկելու ամսի 7-ին։ Տեսեք, ունենք մենք 18 ուժ, 18 կուսակցություն, ովքեր մասնակցում են ընտրություններին։ Խնդրում եմ դիտարկեք այն բանաձևը, ովքեր են այդ ուժի ներկայացնում առաջի համարները եւ ինչ կենսագրություն ունեն պետական համակարգում աշխատած իրենց փորձը։ Ռեֆորմիստներ կուսակցությունը առաջի համարը ներկայացնում է Վաղարշակ Հարությունյանը, որը 3 անգամ եղել է պաշտպանության նախարար եւ ունի մեծ փորձ պետության համակարգում, պետական համակարգում աշխատելու մեծ փորձ եւ ռեֆորմիստներ կուսակցությունը ներկայացնում է տնտեսության մեջ մեծ ուղիներ, տնտեսության դերը բարձրացնել,
պետության դերը տնտեսության մեջ բարձրացնել, Հայաստանը դարձնել կրիպտո կենտրոն տարածաշրջանում եւ սա մեծ այսինքն սա մեծ տնտեսության մեծ այսինքն անվտանգ բարձիկներ են, որը պետությունը ոչ թե պետքա արգելի, այ հակառակը պետքա օրենքներ մշակի կանոնակարգի անվտանգությունը կրիպտո արժույթների մեջ եւ երիտասարդները որպեսզի չլքեն պետությունը, այ ունենան մեր պետական համալսարանում մենք պետք է ունենանք կրիպտո արժույթների ֆակուլտետ, որպեսզի երիտասարդները չլքեն Հայաստանը, չգնան MGM սովորեն, այլ լինեն մեր պետության մեջ եւ զարգացնեն իրենց գիտելիքները կրիպտո արժույթների մեջ։ Շնորհակալություն, պարոն Աջինյան։ Պարոն Խաչատրյան, ձեր հերթն է։ Հարգելի հայրենակիցներ, ես ներկայացնում եմ 9-րդ համարը Քոչարի կուսակցությունը, դա մեր հնամենի պարն է, անհիշելի ժամանակներից հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշը։ Պար, որը կանգնած են, ձեռքերը ցած, միմյանցից պինդ բռնած եւ յուրաքանչյուր պահի կարող է սկսվել շարժումը։ Այ մենք այդ շարժման կարիքը ունենք, այդ շարժումը, այդ շրջաբերումը պետք է սկսվի եւ այդ շրջաբերման արդյունքում մենք պետք է միասնականացնենք հայ ժողովրդին, որպեսզի մեր սուբյեկտայնության մեջ երևա հայ ժողովուրդը, նաեւ հայ ժողովուրդը ունենա երկպալատ պարլամենտ, որպեսզի մենք չստացվի, որ 1 տրիլիոնից ավել դոլար վերահսկող ժողովուրդը չի կարողանում ֆինանսավորել Հայաստանում ինչ որ ծրագրեր։ Այդ ծրագրերը ֆինանսավորվում են ներդրումային ատլասների հիման վրա, ֆինանսավորվել են ուղղակի մենք ունենք մեկ խնդիր պետության մասնակցությունը այստեղ մինիմիզացնելու։ Հայաստանը պետք է աստիճանաբար գնա հայքի ամբողջականացմանը, որովհետև առանց Հայաստանի տնտեսական, գիտական վերելքի, մշակութային վերելքի Սփյուռքը եւս 50 տարվա ընթացքում ինչքան էլ զորեղ լինի, կվերանա երկրից երեսից, որտեղ մշակութային ինքնությունը սկիզբ է առնում եւ շարունակվում է այստեղից։ Մենք համարում ենք, որ հայ ժողովուրդը այսօր կարիքը ունի նվիրյալների։ Նվիրյալների ճիշտ այնպես, ինչպես ասում էր մեծն Նիկողայոս Ադոնցը։ Նա ասում էր հայ ժողովրդին հասկանալու համար պետք չէ կարդալ նրա որևէ պատմիչի, պետք է կարդաս բոլոր պատմիչներին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն մեր բոլոր հյուրերին։ Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական բուն բանավեճը։ Կարծում ենք հիմա տնտեսական ծրագրերը քաղաքական ուժերի շատ ավելի հասկանալի դարձան։ Այո, հնարավորինս ավելի հասկանալի դարձնել մեր ունկնդիրների համար։ Ես հիշեցնեմ, որ բուն բանավեճը դուք կարող եք դիտել ամեն օր առաջիկա օրերին երեկոյան ժամը 8-ին Բուն TV եթերում։ կհանդիպենք ցտեսություն։ Հաջողություն։